Բարի երեկո, ուղիղ մեկ շաբաթ անց նորից նույն տաղավարում, էլի նույն դեմքերով, էլի մենք ենք քննարկելու ենք անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել մի փոքր բնականաբար լուրջ, մի փոքր հումորի շրջանակներում, բայց մեկնաբանություններից կսկսենք, ինչպես միշտ, մեզ էլի լավ բաներ եք գրել, իհարկե եղել են մարդիկ, ովքեր նաև վատ բաներ են գրել, խառնել են անգամ Հռիփսիմեի անունը, ազգանունը ավելի շատ, բայց արփի ուզողներն են պասիվացել, չգիտենք ինչի։ Ազգանունը խառնելը ո՞րն է։ Նախ մեզ գրել են հարգելի հետևորդներ, բարի երեկո, մեզ գրել են էս ինչ կարգի բառադի եք դուք, ես չգիտեմ ինչ նկատի ունեք բառադի ասելով, հա, էլի, հա, անկապ։ Հետո ասում եք ժամանակ գրել է, բան ի թիվս շատ լավ բաներ, աջակցող խոսքեր ասենք, էլի, որովհետև եթե մենք վատ մեկնաբանություններին ենք այստեղ հիմնականում անդրադառնում, այդ չի նշանակում, որ մեզ լավ բաներ չեն գրել, հզորներ, չգիտեմ, ընտիրներ, բնության մեջ նման գույն չկա, չգիտեմ, լիքը լավ գրել են տենց երթվում եմ։ Հա, իմ համար գրել էին, որ բնության մեջ դե քո ճակատներ են գալիս պատշում։ Այո, իմ ճակատը այսօր պատշում։ Այդ մասին։ Հիմա կգրեն մատաղացու գառան ճակատներ։ Բայց մեկը գրել է բանը, ինչ տհաճ եք իրոք այդ փայլակից հետ չէի սպասում, ոնց կարելի է Ջեբեջանին ընկերանալ։ Լուրջ։ Ժամանակ չունենք։ Ես հիասթափեցրել եմ, դե ինչ անենք, գործը անում ենք։ Չենք էլ ընկերություն չենք անում, հա, այնքան աստեղ, այսքան տեղն է այս շրջան։ Հաղորդումից հետո ընդհանրապես ատում ենք, զզվում ենք, հա։ Ես կնկարեմ, կուղարկեմ այդ վիդեոները, ոնց է շարունակեք հետևել փայլակին, երկրպագել, չգիտեմ, սիրառատ մեկնաբանություններ թողնել։ Ուրեմն սիրելի հետևորդներ, այն որ օրթին այստեղ է, սա դրա համար եմ սրան անդրադառնում։ Մեկնաբանություններում այն օրը գրել էին Ջեբի Բանջյան, մեկը գրել էր Քրիստինե Բեբեջյան, այսօր էլ գրել եք Չեքեջյան, այ ընկերներ, այ հարգելի սիրելիներ, ուրեմն իմ ազգանունը, Այս է ուզում ցույց տալ, իմ ազգանունը Ջեբեջյան, Ջեբեջյան, հեշտ է, դժվար չի, բացատրի էլի ինչա նշանակում, գուցե տենց հիշեն։ Ջեբ բառի հետ կապ չունի։ Ընդհանրապես մեր ազգանունը Հայաստանում կրկնվող չի, իսկ ձեր ասած Չեքիջյանը, Հովհաննես Չեքիջյանի մասին հավանաբար խոսքը, մարդը ծնվել է 1928 թվականի դեկտեմբերի 23-ին, անվանի դիրիժոր, կոմպոզիտոր է, ինձ հետ կապ չունի։ Այս թեման խնդրում եմ փակել։ բայց ամեն դեպքում էլի շարունակեք գրել, էլի շարունակեք ակտիվ մեկնաբանել ու շատ հակասական մեկնաբանություններ են ընդ որում թողնում։ Մեկը գրում է, «Էս ինչ անարդարեք, միակողմանի եք անդրադառնում, ընդդիմությանը հեչ բան չեք ասում», այն մեկն է գրում է, «Ընդդիմությանը ինչ վատ բաներ եք ասում»։ Ուրեմն ստացվել է, ես ամեն դեպքում մտածում եմ, որ իսկապես ստացվել է, որովհետև այս հարտակը, որ խոսենք խնդիրներից, խոսենք բացթողումներից, շաբաթվա ընթացքում տեղի ունեցող զարգացումից, նպատակը ինչի, որ գանք ասենք, օրինակ, չունեմ իշխանությունը շատ վատն է, ընդդիմությունը շատ լավն է կամ հակառակը։ Իհարկե, եւ հաշվի առնելով, որ նախորդ թողարկմանը մենք խոսել ենք, դրական ենք արտահայտվել Գալյանի երգելու հետ կապված, մեկնաբանություններում առաջարկել են, որ մի 9 միլիոն էլ պարգևատրում երգելու համար տան, մենք դեմ ենք։ Բայց ամեն իհարկե դեմ ենք ու կարծում ենք, որ սա տեղի չի ունենա։ Ասա արփի, ինչից սկսենք մեր շաբաթվա կարևոր իրադարձությունների։ Ես զարմանում եմ, որ դուք ժամանակ եք գտել կոմենտներ կարդալու, անկեղծ։ Չէ, դե մեկ մենք ասում ենք, որ այս խելագար շաբաթվա ընթացքում դուք ժամանակ եք գտել կոմենտ, բայց մենք խոստացել ենք հետևորդներին, մենք հորդորում ենք ակտիվորեն մեկնաբանություններ գրել, սրտիկել, տարածել, մենակ վատ բաները մի մտեք գրեք կամ մենակ sense շատ շքեղագույն, լավագույն բաներն էլ կարակ չգրեք։ Ուղղակի ակտիվություն ենք ձեզանից պահանջում, մենք անպայման նկատի կունենանք, հաշվի կառնենք։ Շնորհակալություն Հռիփսիմե, եւ այսպես այս շաբաթ
երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերը ամեն անգամ Փաշինյանից ենք բանանում։ Երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերը բավականին սուր էին արտահայտվում Facebook-ում, հետո արդեն բուն հարցազրույցի ժամանակ այդ ամեն ինչը կնիքը այսպես ասես դրեցին Facebook-յան մարտերից հետո։ Հա, Facebook-յան մարտերից հետո։ Վերջապես որ բաց սկսեցին խաղալ։ Այո, ժամանակներից թվում ժամանակներ բաց ճակատով։ Դիտենք հարցազրույցից մի հատված։ Очень интересно. О чем больше всего вот вы сожалеете? Ну, наверное, вопрос преемника. Այսինքն Ռոբերտ Քոչարյանը ուղիղ ասում է, որ իր ամենամեծ սխալներից մեկը իր ժառանգորդն է եղել։ Սերժ Սարգսյանը, ինչին Սերժ Սարգսյանը անդրադարձել է, հա, բայց մի հատ օրինակ իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ Ռոբերտ Քոչարյանը մտածում է, որ մենք թակավորական պետությունում ենք ապրում, դեռ ժառանգներ լինեն, որ ինքը ժառանգություն պետքա փոխանցի, մի ժամանակի ասում էր իշխանությունը ճամպրուկ է եւ այլն, բայց նաեւ նայենք Սերժ Սարգսյանի արձագանքը նոր կարող քննարկենք, հա։ Սարգսյանի դեպ ձեր երեք պար տեքստը շատ ուշագրավ էր, ով է խմբագրել ձեր տեքստը, որ ասում եք Նիկոլը ճիշտ է, որ սխալվեցի, ով է խմբագրել, ով է մանիպուլացնում, ինչ են ուզում դրանով ասել։ Եթե ես ուզենայի կոնկրետ նշել, կոնկրետ կնշել։ 8 տարի անցել է եւ դա ինչ կապ ունի։ 8 տարի անց դեռ այդ հարցերում խորհրդավորություն կա ձեր խոսքում մնացածը իրադարձություններում, այդպես չենք հասկանում։ Ինչպես եղավ, որ այդպես եղավ։ Այդ ինչ տեքստ է։ Այդ ով է ինչ շահարկում։ Ոչ մեկը ոչինչ չի շահարկում։ Պարոն Կարապետյանին էր ուղղված ակնարկը։ Ոչ։ Ամեն դեպքում ձեր ողերի ընկերները շարունակում են ձեզ թիկունքից հարվածել ձեզ համար։ Ինչ է սա։ Երեք Ռոբերտ Քոչարյանը ասաց, որ իմ սխալն էր իմ փոխարինողին ընտրելը, այսինքն ձեզ նկատի ուներ, որ սխալ էր իշխանությունը ձեզ փոխանցելը որպես նախագահ։ Եթե ձեզ համար նորություն էր, ինձ համար դա նորություն չէ։ Գրեթե 20 տարի։ Երկու տասնամյակ է, որ այդ նույն բառերը ես լսել եմ տարբեր աղբյուրներից, երեք ես սկզբնախորից լսեցինք։ Ինձ համար դա նորություն չէ։ Ի վերջո միջև երբ է շարունակվելու ձեր երկուսի միջև այս հակադարձությունը, այս հակամարտությունը, դրանից չի կարծում, որ իշխանությունն է շահում միայն։ Հենց այդ է ուզում ասել, ինչը Վահեն հարցրեց։ Գոնե կողմից Բայց պատասխանը լավ չի լսում, ըստեյությամբ տենց կոնկրետ չի պատասխանում, ոնց հասկանում եմ Սերժ Սարգսյանը։ Օրինակ ես չէի ուզենա, որ նախընտրական էս շատ բուն արդեն հա շրջանում ջրի երես բարձրացավ։ Քանի կար ասում էին, չէ, չկա նման բան, դա ինչ որ աջակիցների մակարդակով է, բայց հիմա հենց այն կոնկրետ ուժերի ղեկավարների դեմքերից եղավ ու իսկապես հա հատկապես այս շրջանում ինչ որ բան ա եղել, որի մասին մենք չգիտենք, մենք անգամ լրագրողներից չգիտենք։ Ինչ օրինակ ինչ ես մտածում, ինչ կարար։ Դե ինչ որ հարցում ընտրություններին մասնակցության այդ նորություն չէր հաստատ, որովհետև իրենք արդեն ասել էին, որ Սերժ Սարգսյանը դեմ է 21-ին։ Համատեղ մասնակցություն ի սկզբանե մենք գիտենք, չէ՞, օրինակ դիմադրության շարժում ենք լուսաբանել, դրանից առաջվանը հայրենիքի փրկության շարժում է։ Օրինակ հիշում ենք, չի, որ մարդիկ համատեղ բարձրանում էին բեմ, բայց պետք է ազնիվ ու անկեղծ խոսենք, հա, օրինակ որ կուլիսներում այդ մարդիկ հարց չէին, հետո ընդհանրապես էին բաժանվում եւ այլն ու շատ ժամանակ շարժումները հաջողություն չէին ունենում, որովհետեւ ինչ որ մի հարցի շուրջ տեղի չէր ունենում այդ վերջի փոխըմբռնումը։ Ու ենթադրում եմ այս ամեն ինչը մի օր պետք է տեղի ունենար, բայց իմ ասածն է, որ ես չէի ուզենա, որ այս ամեն ինչը տեղի ունենար բուն այս փուլում, որովհետև Վահանը ճիշտ նկատեց, որ օրինակ նախընտրական շրջանում է։ Ինչի՞ չէի ուզենա, ի՞նչն է փոխում նախընտրական շրջանում։ Որովհետև եթե ընդդիմությունը որևիցե հարցում միասնականություն չունի նաև այս նախընտրական բուն շրջանում, հետեւաբար դրանից կարող է օգտվել։ Բայց ակնհայտ չի, որ Սերժ Սարգսյանը թիմով ձեռքերը արդեն լվանում գնում է մի կողմ։ Ինչից, այսինքն եթե ինքնընդրությունների բացարձակ Սարգսյանի թիմի անդամները մասնակցում էին տարբեր ուժերի հանրահավաք, այսինքն այնպես չէ որ գնացել են եւ նախընտրական եւ հետո քաղաքական ուժը բացառապես մենակ ընտրություններին մասնակցելով չի։ Հենց այդտեղ կա չէ հակադրությունը, միևնույնն է մասնակցում են, բայց խոսակցությունը այդ անում են նրան, որ իրանք իրար հետ այսպես ասած չունեն։ Ստացվում է, բայց իրականությունը ինչ ունենք, որ մասնակցությունը կա, չէ։ Այսինքն շատ էլ խոսում է, կռիվը սարքում են, իրականում չեն կռվում իրար հետ։ Ես նման կարծիք չունեմ։ Երկրներում ո՞նց է լինում։ Ո՞նց է լինում։ Միշտ էս կռիվը կա անդիմության մեջ։ Հա։
բայց Դա ոչ այս այս ազդեցություն չի ունենում սովորաբար, չէ՞, ընտրությունների արդյունքի եւ իրանց մասնակցության վրա։ Իսկ ինչ պիտի անեն, պիտի ասեն մենք եղբայրներ ենք, Չէ, բնականաբար ոչ մեկ չի ասում, հա, որ ասեն մենք աղբերներ ենք եւ այլն եւ այլն։ Խոսքը դրան չի վերաբերում, Բայց խոսքը իրար դրան չհարված են գոնե նախընտրական լավ, շրջանում իրար հարվածից չհարված ինչն է են։ դժում։ Թիրախը լինի միայն իշխանություն Ինչ է տենց չէին դժում։ պայմանավորվել։ Ինչա դժում։ Այսինքն դժում են, որ այդ մարդիկ տարիներ շարունակ մեզ ասել են, որ օրինակ գանք խորհրդարան Նիկոլ Փաշինյանին հեռացնենք, միասնական պայքարենք, միասնական ու արդյունքում պարզվում է, որ այս մարդիկ ունեն իրար մեջ պրոբլեմ, որը հասունանում աստիճանաբար, այսինքն այն չի որ այս խնդիրը կար։ Բայց քո ասացի պարագայում 8 տարի իրանք չհաջողվեց իրաց հեռացնել։ Չհաջողվեց, որովհետև խնդիր կար ու դու ասում ես Կարծում ես, որ միասնական լինեին, որ այս հակասությունները չունենային, իրանց հաջողվելու էր հեռացնել։ Կարծում եմ, որ Հայաստանում եղել են Ես էլ եմ կարծում ուժերի մոբիլիզացիա կլիներ ու ավելի արդյունավետ պայքար որը կլիներ։ կարող էր խերել իշխանափոխության, բայց տեղի չունեց, Եթե ուղղակի տեղի հուլիսներում կներես հաշվի դիմադրության առեք, շարժում են անում, տարբեր մարդիկ պայքարին մասնակցող գալիս են, գուցե հրապարակային, ասենք հաղորդումների ժամանակ չեն ասում, բայց բան է, չգիտեմ, միջանցքներում խմբագրության եւ այլն խոսում են, որ վայ տեսար, այս ինչը կաֆեյում էր, այս ինչը այն էր, այսինքն դու տեսնում ես, որ կուլիսներում գզվռտոց է, պարզա որ այդ պայքարը չի հասնելու Բայց եկեք հաշվի առնենք, ժողովուրդ, որ մեր հասարակությունը անց սիրող հասարակություն է։ Ընտրությունների ժամանակ շատ են եղել դեպքերը, որ ընդդիմության ուղակի քվե չեն տվել նրա համար, որ օրինակ մեկը Չէ, նայ մենք չենք խոսում բուն ընտրությունների օրվա մասին։ Հենց այդ է, նայ, խնդիրը ու ինձ թվում է նաև այս ավարտենք այս թեման։ Մենք ասում ենք, որ նախընտրական շրջանում ճիշտ կլիներ, հա, իրար միասնական որոշում։ Այսինքն մարդիկ խոսում են, օրինակ Իշխան Սաղաթելյանը ասում է, եկեք միասնական հանրահավաք անենք, օրինակ բուն ընտրությունների օրը, ընտրախախտումները, օրինակ որոշակի առումով կանխելու միասնական, բայց այս մարդիկ իրար դեմ ամեն օր Facebook-յան քո ասած ինչ բառ ասեցիր, մարտերն են իրականացնում, այսինքն էլ ինչ համատեղ, այսինքն են որ ասում է ում եք էշի տեղ դեն կիսա բացին որ ասում է ինձ հերոստադիտողին թե ում եք ձեր կառնում ինձ իրանց թե հերոստադիտողին ում Հիմա վատան ասում են, հա, ոչ մեկին էշի տեղ չենք դնել, իրականությունը սա է։ Դե իրականությունը է դա, ուրեմն թող մարդիկ Հոկուտ Փաշինյանի է։ Խոսքը դրան է վերաբերում։ Բայց եկեք չեմ, որ հիմա Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան այս տանդեմը եթե չկա, դա Հոկուտ Փաշինյանի է։ Չեմ կարծում, որ այսքան ժամանակ այդ տանդեմը այնքան վճռորոշ նշանակություն է ունեցել Փաշինյանի իշխանության։ Չէ, որ վճռորոշ եթե հնարավոր չի լինի, մի ուժը չկարողանա միայնակ հեռացնել Փաշինյանին։ Պիտի պետք լինի համախմբել ուժերը։ Դու ո՞նց ես պատկերացնում այլևս այդ ուժերի իրար հետ նույն օրինակ հունիսի 7-ից հետո, օրինակ հունիսի 8-ին անհրաժեշտություն է առաջանում համատեղ ինչ որ գործողություն իրականացնել, այսինքն ինչ քաղաքականությունը հասկացան քաղաքականություն է, բայց գոյություն ունեն հայտարարություններ գոյություն եւ ավարտվում Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան։ Բայց իրանք ամենամեծ ընդդիմադիր ուժերն են այսօր։ Բայց Սերժ Սարգսյանը խորհրդարան ներկայացված է քանի հոգով։ Ինչ կապ ունի։ Իսկ որ այն մյուսը 20 քանի հոգով է, երկուսին օգը գնել նույնն է։ Չի, իրան այլևս կարելի է սպիսատ անել։ Ինքն է իրան, չէ, ոչ թե սպիսատ անելու հարցը, ինքը իրան արդեն մի քիչ հեռու է, չէ, դրել ըստ այդպես խորհրդարանական պայքարից։ Հա, բայց հենց այդ ենք ասում, որ ամբողջ խնդիրը պայքարը չի, այսինքն հիմա եթե Ռոբերտ Քոչարյանն էլ որոշել է, որ պետք է 8 հոկանոց օրինակ հաջորդ խորհրդարանում մանդատ ունենալ, ինչ տարբերություն։ Այդ ասում են, եթե ընդդիմություն ես ուզում աշխատել մենակ Նիկոլի մոտ, այդ դրա պայքարի մասը օրինակ ինչ տարբերություն 20 քանի մանդատ ունի Հայաստան դաշինքը, ինչ կարողանում է անել, թե ինչ չի կարողանում անել 7 հոկանոց խմբակցությունը, 1-2-ինն են նույնն է, որտեղ վերջնարդյունքում ուզում ես բեր օրենքի նախագիծ 20 հոգով չի անցնելու, բեր 7 հոգով չի անցնելու։ Խոսքը դրան է, այսինքն այստեղ այս դեպքում էական չի նույնն է 20-ն էլ այս պարագայում նույնն է 7-ն էլ է նույնը որտեղ երկուսն էլ որովհետեւ բան չեն կարողանում անել մինչ ընդդիմությունը այսպես իրար հետ կռվում է Նիկոլ Փաշինյանը բարի շմակնոջ է այո եւ շատ ուրախ ենք իսկապես այդ որ հարցազրույցը այդ ճեպազրույցի ժամանակ Փաշինյանի դեմքը երբ որ տեսա առաջին բանը որ սենց աչքից առաջ եկավ են հնդկական կինոները որ կանեն որ հասետե երկել այսօր դու երկել ես Ես չունեմ զայլա։ Դու էլ մի երկել, որպես դու էլ մի երկի, Գոյնադու պետք է երկել։ Բայց շատ լավ է։ Իսկապես, հա, ես ընդեղ էի այդ հարցը, երբ որ մեր գործընկերներից վահել։ Բայց իսկապես մարդը ժպտաց ուրախացավ։ Այսինքն դա այն թեման է, թող խոսենք։ Ես ֆոնն եմ ապահովում։ Որ ինչպես միշտ մեղավոր են տղամարդիկ։
Փաշինյանն էր մեղավոր, որ բավարար ջանքեր է գործադրել Նիկոլ Փաշինյանը, որը ֆեմինիստական շարժում է այսինքն ճիշտ հասկացա, այդ ջանքերը արդեն պսակվել են հաջողությամբ, Չէ, ինքը դեռ պայքարում է ջանքեր բայց հանուն արդարության եկեք ասենք, որ ես միշտ ուշադիր եմ եղել, երբեք մատանին մատից չի հանել մեր վարչապետը։ լավ արել, լավ արել։ Այո, ամուսնական մատանի երբեք Բայց եկեք այդ հատվածը նայենք։ Ինչի մատանի ասած, Եկեք այդ հատվածը ամեն դեպքում նայենք։ դիտենք, նոր շարունակենք։ Դուք չդիմացաք առանց Աննա Հակոբյանը, չդիմացավ առանց ձեզ, ժպտացիք ռոմանտիկա կա մեջը, առանց ձեզ, առանց իշխանության ձեր իշխանության, առանց անվտանգության, առանց այն թանկարժեք Lexus-ի, որ իր համար էր գնվել, իդեպ որի ապօրինի փակցված պլյոնկաները իմ շնորհիվ ինչքան էր 150 քանի միլիոն տվել է։ Երբ որ չեմ հիշում, ես չեմ հիշում։ Հայտարարություն արեց, ես հայտարարեցի, որ հարգանքով եմ վերաբերվում այդ որոշմանը, բայց չհայտարարեցի, որ ես հաշտ եմ։ Չի հաշտվել։ Եվ ես բնականաբար այդ տրամաբանությամբ նաև ջանքեր եմ գործադրել, որպեսզի ձեր ասած իրադարձությունը տեղի ունենա եւ ուրախ եմ, որ դա տեղի է ունենում եւ ուրախ եմ, որ եւս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի։ Այն որ Հայաստանում պետք է ընտանիք պահպանվի, դա չենք քննարկում, իհարկե կողմենք, որ իհարկե ոչ մեկս էլ բնականաբար Ուղղակի իրանց բարական չհասկացան։ Ստեղ մի հատ բայց էր ուզում։ Բայց հարց է առաջանում, օրինակ եթե այդ վերամիավորումը տեղի չի ունեցել, կամ եթե տեղի ունեցել արդյոք, հա այն իրերը, որոնք հիշում ենք Աննա Հակոբյանը հավաքեց տարավում ենք այդ տեսանյութը։ Հա, արդյոք հետ բերեց։ Եթե չեք միացել, ինչ է անում Աննա Հակոբյանը կառավարական տանը։ Եթե չեք միացել, ինչ է անում ՊՊՑ-ն իր անվտանգությունը պահելիս։ Եթե չեք միացել կամ եթե միացել եք այն վեշերը, որ տարավ բերեց, թե չէ, լիքը հարցեր աստեղ առաջանում, կամ ինչ տարավ Աննա Հակոբյանը ինչ բերեց, կամ Գյումրիի պահվածքը ըստ էության Աննա Հակոբյանը։ Գիտեք, իրականում ինձ այդ դրանք այդքան շատ հետաքրքիր չեն եւ կարծում եմ նաեւ մեր դիտողներին, բայց պետք է հետաքրքրի, որովհետեւ օրինակ Աննա Հակոբյանը վերադարձել է առաջի տիկնոջ կարգավիճակով, այսինքն ստեղ բարեգործություն, որ իրականացնում է Իմ քայլը հիմնադրամ, այստեղ խնդիրը, այսինքն սա մենք պետքա քննարկենք։ Այնքան բան կա քննարկելու, այդքան գործուղումների, որ Փաշինյանը գնում էր Աննա Հակոբյանի հետ, որպես առաջին տիկին էր այդ գործուղումներին գնում, այդքան միջոցներ, Չէ, ժամանակ ըստ էության իրանք ամուսնական որպես զույգ են եղել, խոսքը վերաբերում է։ Լավ ասեցիր որպես Լավ ասեցիր որպես կողակիցներ են եղել։ Հա, դա որևէ ձև չկա։ Քաղաքացիական ամուսնություն։ Կարգավիճակը զուտ, քաղաքացիականը չկա, քաղաքացիականը ԶԱԳՍ-ն է, որի թուղթը իրանք չունեն։ Եկեղեցականը բնականաբար չունեն։ Այսինքն կարգավիճակը Աննա Հակոբյանի եղել եւ մնում է զուգ ընկերուհու։ Բայց ամեն դեպքում դա թույլ է տվել, չէ, որ իր հետ գնա եւ այլն, որտեղ համատեղ նրանք երեխաներ ունեն։ Այո, թույլ տվել։ Համատեղ մարդիկ երեխաներ ունեն, չէ, խնդիրը այստեղ հենց այդ որտեղ մենք մի նախորդ շաբաթ քննարկեցինք, չէ, բարեգործության արկելքը, որ որոշակի առումով, հա, օրինակ դրանք էլ դարձրել էին իմ քայլականներն էլ քպականները։ Փաշինյանը բարեգործ։ Փաշինյանը չէ, բայց Փաշինյանի շատ ուղիղ փոխկապակցված անձը իր ղեկավարում Իմ քայլը հիմնադրամը, խոսքը դրան է վերաբերում, օրինակ եթե կարար կոպիտ ասած օքեյ լիներ, երբ որ Աննա Հակոբյանը բաժանվել գնացել էր եւ որպես անհատ դա իրականացնում էր, մի խոսքով, հա, կոպիտ ասած փաստաթղթերով ամեն ինչ ճիշտ կստացվեր մեծ հաշվով, բայց հիմա եթե Մինչև էլ էր իրականացնում, մինչև բաժանությունը։ Մինչև բաժանումը նախագահի հրամանագիր չկար, որով փետրվարի 3-ին Ես ռեպորտաժ եմ արել, նախագահի իր հրամանագիրը կար, այն ժամանակ, երբ որ Իմ քայլ հիմնադրամի էջում դրված էր դասընթացների մասին հայտարարություն, արդեն կար։ Հիմա հակակոռուպցիոն կոմիտեին հիշում եք ազգային ժողովում դուք այլ որ հարցրեցինք, խուսափեց Նահապետյան Արթուրի այդ հարցերին պատասխանել ընդհանրապես այս ընթացքում էլ է խուսափել, ես տեսել եմ մեր գործընկերները պարբերաբար զանգել են, հարցազրույցներ են արել այդ թեմայով, բայց կարծում ենք, որ պետք է այնուամենայնիվ լիարժեք այն Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներին բացատրվի, թե ինչն ինչոց է, էլի։ Ու էլի ասենք, որ այս թեմաները, այսինքն ընտանիք, հարաբերություններ մենք չենք էլ քննարկի, եթե այդ մարդիկ իրենք չհանրայնացնեին։ Խնդրեմ այդ տեսանյութը, թե Աննա Հակոբյանը գնալուց ինչ էր ասում ու ոնց եկավ։ Բարև ձեզ սիրելի ժողովուրդ։ Ինչպես արդեն հայտարարել էի, իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունը ավարտվել է, թեև որոշակի խառնաշփոթ առաջացավ պայմանավորված այն հանգամանքով, որ ես նշել էի քաղաքացիական ամուսնությունը։ Ստեղել են շոու։ Ես նշել էի այդպես, որովհետեւ մենք այլ ամուսնություն
Չունենք։ Այսօր փետրվարի 25-ին ես լքում եմ կառավարական առանձնատունը, բայց քանի որ շատ սպասելի է, որ առաջիկայում տաքսիստները, տաքսի վարորդները տարբեր անհայտ տրանսպորտներում վստահաբար տարբեր հայտնի Արտենա միավորման տեսանյութից մի օր առաջ Աննա Հակոբյանը մեքենա էր վարում, այսինքն այս կարճատև ընթացքում անհրաժեշտ եմ համարում մի քանի ես տուն չունեմ, այն տունը, որ վարկով գնվել է դեռ շենքը կառուցման ճանապարհին է, ասում հաշվից կա 5 միլիոն դրամ, վարձակալած բնակարան, այն պարագայում եթե ասեն դոլարային միլիոնատեր եմ հաշիվներ ունեմ դոլարային, չէ, ես հիշում եմ, երբ որ ինքը մեքենա ուներ, ինքը խմբագիր ժամանակ ավտոմեքենա ուներ, հարկ եմ համարում ասել, որ իմ այդ մեքենան չի վարում, գումար հիմա շքեղ մեքենա է վաճառքից մնացած թիվը չեմ հիշում, որովհետև երբեք չեմ հետաքրքրվում, Lexus չի, որից ծախսվել է անձնական քարտին կա գումար իմ քայլը հիմնադրամի աշխատավարձից եւ եկամտային հարկի վերադարձից կուտակված գումար, դա հիշում եմ, որովհետև ամեն անգամ բացել ես երևում է 5 միլիոն դրամ կոռուպցիոն վտանգ չեն ներեցել եւ թերևս 7 ամիս առաջ հանձնվել են ինձ, սրանցից ոմանք կրել են, ոմանք ունեք այդ հարցի պատասխանը ինչի համար է բնականաբար ես այս բոլոր նվերները, զարդերը եւ այսինքն դու համարել ես սա շոուը, որ հիմա մեզ ես հարցնում։ Հանձնում եմ այդ հարցի պատասխանը մենակ իրանք մենակ իհարկե, որովհետեւ մենք կարող ենք ենթադրել, ես տարբեր մարզերում հարցումներ եմ արել, հնարքերն ներսից, տարբեր մարզերում հարցումներ եմ արել, ինչ որ իմաստով քաղաքացիներ օրինակ Սևանում, Լոռու մարզում ինձ ասում են մի բան հարցնենք էլի ճիշտ է որ բաժանվել են թե այդ թատրոնա ջի անընդհատ հարցնում են էլի ու այդ հարցի պատասխանը չգիտեի որտեվ ասում դե ընդունենք գիտություն են տեսանյութը որը հրապարակվել ես չեմ հասկանում այսինքն չեմ էլ կարող ընդունեմ որ պատահականություններ երբ որ Փաշինյանը ասեց սրտի կերանում Աննա Հակոբյանը հանկարծ անցավ կադրով Չէ, պատահականություն չի բնականաբար արդեն միացել են մարդը բացատրեց եւ ընդ որում կարծում եմ կարող է շատերը այտենց շատ ուղիղ տեսած չլինեին այդ տեսանյութի այդ մի պահը դրա համար արդեն Գյումրիում մարդիկ իրար հետ քայլեցին սրճարան գնացին մեր գործընկերները այնտեղ փորձեցին Աննա Հակոբյանից հարցնել վերամիավորման մասին նա լռեց ինչից հետո արդեն կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը որ ասում ես այսօր մենք այս անգամ մեր հաղորդումը նկարում ենք Ուրբաթ երեկով եւ ապրիլի 24-ի երեկոյան ուշ ժամի եւ այսօր Աննա Հակոբյանին տեսել են Ծիծեռնակաբերդում շատ խրոխտ տեսանյութը այո կակաչներով բլուզով եւ պետական հենց այդ այսինքն խնդիրը քննարկման պետքա սա դառնա այն որ իրանք միավորվել են լավ են արել իրանց իրավունքն է իրենց անձնական կյանքն է Հիմա եթե ինքը կինն էր լրագրողները մոտենում են հարց են ուզում տան ՊՊՑ-ն այնպես է պաշտպանում ասենք Աննա Հակոբյանի անվտանգությունը ոնց որ պետական պահպանության ծառայության պաշտպանությանը ենթակա մարդ այդպես են մոտենում բայց եթե ինքը այս պարագայում այսինքն կինն էր Փաշինյանի հետ չէր գալիս թե ոնց որ սովորությունը Աննա Հակոբյանի մոտ չէ նախորդ տարի հետո որ քրեական գործեր եղան միայնակ էր այցելել Ծիծեռնակաբերդ Ցոր ինքը ունի այդ սովորությունը մենակ այստեղ նայեք առանց Փաշինյանի գալու Ծիծեռնակաբերդ Լավ այս անգամ երախուն չէր բերել լրագրողների էսկոպ քաղաքացիների շարժը էսկոպ հրելով բանով պաշտպանում տանում են Գիտեք ուղղակի այս ամեն ինչը ասելիք ունի որովհետև դիվանագիտությունը դետալների լեզու է Ինչ դիվանագիտություն դու Ընդհանրապես քաղաքականությունը դետալների լեզու է, այսինքն ամեն այս քայլը մի ասելիք ունի, ուղղակի պետք է հասկանալ ինչ։ Իդեպ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը արդեն երկրորդ թե երրորդ տարին է, երբ որ Փաշինյանը գնում է այնտեղ արարողություն անելու, նախորդ հայտարարում են, որ այս ինչ ժամը փակ է, հուշահամալիր մարդկանց համար։ Ու այնտեղ ներքևում մարդիկ կոտորում են, բողոքում են, ասում են գործի պիտի գնանք, չգիտեմ, գործեր ունենք, խառն ենք, գալիս են մեր հարգանքի դուրքը մատուցենք, իրancs համար փակ է։ Այդ ո՞նց է որ Փաշինյանը սենց արխային շրջում է տարբեր համայնքներում են իր քարտեզները խփում է զարդանախշերը, կրծքավանդակներին,
չգիտեմ մարդկանց, այդ ժամանակ բան չի վախենում շփումից։ Դե սրանուն էլ դնում են արարողակարգ, միջոցառում։ Բան է, այդ տեսարանները եւ այն գիտեն ովքեր են մոդելն եւ այլն։ Նաեւ լրագրողների մուտքն է խոչընդոտվում, այսինքն մենք չենք կարող, եթե սա մինչեւ Նիկոլ Փաշինյանը կառավարության մյուս անդամները չգնան, ոչ մեկից թույլ չէին տալիս բարձրանալ այնտեղ եւ իրականացնել լրագրողական գործունեություն, բայց ասեցիր Նիկոլ Փաշինյան քարոզարշավներ, այս շաբաթել էր, հա, որոշակի առումով այդ ակտիվ Նիկոլ Փաշինյանը մարզեր էր այցելում, էլի մարդկանց դարդուցավներ հարցնում ու խոսում էր տարբեր մեկը մոտեցել էր, ասում է ակլորը հավի հետևից ընկնելուց ինչ է մտածում, ու Փաշինյանին է հարցնում, տեսնենք այդ տեսանյութը։ Հետաքրքիր ակլորը ինչ է մտածում հավի հետևից ընկնելուց։ Պատմությունն էլ պատմեն, ուրեմն ակլորը որ ընկնում է հավի հետևից ինչ է մտածում։ Չեմ կարող։ Մի րոպե, ուրեմն մտած չես կարող։ Չպետք է ասես։ Ասма, բռնեցի, զատոկ տակնամ։ Հələ հասակ բռնեցի, էլի լավ է։ Չէ, զատոկ բազելուց էլի հետևից։ Ես վերջես գիտեք ինչ բազեցի։ Նոր ինֆորմացիա ասեմ, դուք իմացեք, որպեսզի ձվից ճուտիկներ դուրս գան, պետք է ուրեմն 7 հավին 1 ակլոր լինի գոնե հավաբնում։ Ինֆորմացիա կարևոր իմացեք էլի։ Եթե ակլոր չկա, ոչ հավաբուն ունենք։ Ոչ ակլոր ենք։ Առանց այդ ակլորի ճուտիկներ չեն լինի։ Այս շաբաթ չեմ հասել իրականում շատ հետևել։ Խնդրեմ։ Որ իսկանից հետո պետք է ուղղակի հաղորդումը փակեի։ Այդ կարգի կարևոր է։ Բայց մեր հաջորդ տեսանյութը Փաշինյանին Սերժ Խոսլովանողները նորից շարունակում են իրենց առաջարկներով տարօրինակ հանդես գալ։ Մեկը պատրաստել է Ազիզ արի պիպերտով ճաշ։ Այսքան մտերմացել ենք, մարդիկ դաժե նկատում են զարմանքին, ճաշ չես էփում, ասես եկեք կերեք։ Պիպերտով ճաշ։ Ոչ, մեր օգտատերերը գրել են մի կերեք հաղորդման ընթացքում սիրելիներ։ Այսօր ոչինչ չենք ուտում, մենակ ջուր ենք խմում։ Գիտեք իմ ամենաչսիրած հատվածն է։ Էտա։ Ես նաև հարության, հասարակության կար այդ նախորդ անգամ էլ եմ ասել, մյուս անգամ էլ եմ ասել, կարելի է լինել համակիր, կարելի է լինել աջակից, նորմալ է։ Բավական է, որ երեխեքին է սովորացնում են, մեզ փոքր ժամանակ որ ջուր էր գալիս են, որ տաբուրետի վրա պետք է իրներ մի բան արտազանել Հովհաննես Թումանյան Շիրազ, հիմա այս դարի երեխեքն էլ հենց Փաշինյանին տենում են, դե ասա ինչ պիտի ասել, խեղճ երեխեքը պետք է մի բան ասել։ Ինձ զարմացրեց, էլի եմ ասում, այս մարդկանց ռեակցիան ինչքան է զարմացնում, մի տեղ էլ կարա չզարմացնի, բայց որոշակի առումով զարմացրեց Արտուր Աբրահամի սոցիոլոգիական հարցումները։ Չէ, չեմ զարմացել, որ կարա գնա դիմավոր եւ այլն, բայց մարդը օրինակ Պարզվում է սոցիոլոգիական հարցումներ է իրականացնում, օրինակ բանից դուրս, հա, ռինգից դուրս, ինչ-որ թվեր ասում 70-ից 80%։ Ժամը 6-ից հետո սոցիոլոգիայով զբաղված։ Չէ, բայց չգիտեմ ժամը։ Կարա շոշափած լինի հանրային տրամադրությունները։ Մի խոսքով դիտենք Արտուր Աբրահամի 50 երանգները, ինչպես ասում են։ Դու էլ հո վերնագրերից չես տնում։ Պարոն վարչապետ, ես ձեզ ուզում եմ մի փոքրիկ նվեր։ Նվերներ։ Արտուր Աբրահամ ձեռնոցներ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան մեծ պատիվ է։ Ձեր համար պարոն վարչապետ Էլիոտ հայտի վիդեո կա չէ։ Կոմբինացիա կա Արտուր Աբրահամ դուխի, չեկնեք բոքսի դուխի Արտուր Աբրահամի կողմից կարող է տոպրակը դուր արարողական Էй ժամանակները։ Ոսկի մատանի բրիլյանտի կարով են գտել Օժիտը տեսույց են տվել հարցի։ Որ ներքին Ղարաբաղում լինի այսպիսի մի դպրոց Դրա համար պարոն նախագահ, այն որ սաղ շփոթում է, խառնում է իրար։ Հրաշալի դպրոց կառուցել ներքին Չարբախում ձեզ եւ ձեր կառավարությանը բարձր շնորհակալություն։ Մենք ենք խնդրել որ ձեր անունը հնարավոր է լինի նաեւ ձեր անունով դպրոց կառուցել եւ դա Շնորհակալություն։ Շնորհակալ եմ եւ ես 15 տարի առաջ ես երազել էի այս հողերը գնել էի ես
Ես երազել եմ որպեսզի սա 80%-ը քեզ սիրում է։ Կառուցել եմ այգի եւ այստեղ այս հողը գնել եմ 16 տարի առաջ եւ նվիրել եմ մեր պետությանը որպեսզի այս հրաշալի ծննդավայրը լինի ոչ թե իմ համար, այլ մեր ժողովրդի համար։ Բայց եկեք որպեսզի շատ սուբյեկտիվ չլինի, հնարավորություն չունեն ամեն անգամ գնալ քաղաք, բացում, տանել դերել, բայց հիմա հնարավորություն ունեն կարևորը առողջ Աբրահամի վաստակը շնորհակալություն եմ հայտնում ձեզ ներդրումը եւ ես պարտավորվում եմ պատիվը բարձր պահել քննարկում եք Գերմանիայի մասին է որ նաև հասարակական համակարգով առաջ գնաց դիսցիպլինայով տեսանք չէ մարդիկ ասում են ուժեղ պարապմունքներով ոնց որ մարզիչն է այդպես սովորացել նման գովեստի խոսքը այսինքն խոսքը դրան է վերաբերում մենք նաև որոշակի առումով փոխանցում ենք հասարակական դրամատրությունները այսինքն ոչ տնեց մեր անձնական կարծիքը մի կողմ հա դրած նաև հասարակական կարծիք կար որ օրինակ ես տեսա գրառում որ մի շինթույլտվության համար պետք չէր նման բան անել խոսքը դրան է բայց Արթուր Աբրամը որ պնդում է ասում է Չարբախում այսինքն ստեղ որ ասում է հասկանում ենք Չարբախը 70-80%-ը քեզ սիրում է ընդունում է մենք հարցում ենք արել Չարբախում, այո, հենց Չարբախում հարցում են կարել, հարցման արդյունքները կհրապարակենք առաջիկ կարորին Արթուր Աբրահամին խորհուրդ ենք տալիս հետևել մեր եթերին եւ տեսնել ճիշտ է ասում թե բայց օրինակ նույն Արթուր Աբրահամը ես հիշում եմ որ նորից այդ նույն համացանցում հիշեցրել էին որ շատ ավելի լավ խոսքերով էր ասում էր եթե չեմ սխալվում Սես միանշանակ մի ընդունեք Փաշինյանի հետ կապվածը որովհետեւ ոչ վաղ անցյալում է Քոչարյանին է շնորհակալություն հայտնում Շնորհակալություն չէ, հիմա տեսնենք տեսանյութը հասկանանք։ Աջակցություն։ Այգելի պարոն Քոչարյան, շնորհավորում եմ ձեր ծննդյան 65-ամյակը։ Ցանկանում եմ առողջություն, երջանկություն, շուտ ազատում։ 19 թվին է Փաշինյանի իշխանության ժամանակ։ Ձեր սրտով ձեզ տա։ Ես ձեզ շատ սիրում, հարգում եմ ջեր բարևներ Սանկտ Պետերբուրգից։ Հաջողություն ձեզ։ Ինքը բոլորին է սիրում, էլի նկատի ունենք։ Սիրա շատ է մեր Աբրամը։ Սիրառատ, շատ։ Մալատեց։ Մի մտածեք, որ Փաշինյանը կանոն։ Չէ, օրինակ քո բարեկամներից ինչ որ մեկը պետական կառույցում աշխատում է։ Ոչ։ Իսկ քոնը։ Պետական։ Հա։ Չէ։ Լավ։ Կարևորը Փաշինյանի բարեկամները տեսնենք ուր են աշխատում, մի հատ ճեպազրույցի հատված Ճեպազրույցի հետ հատվածը դիտենք, որ Փաշինյանն ասում է ես ընկեր բարեկամ, նո, նիխ, չկա տես բան։ Խծբն վերջ։ Բայց մի րոպե, Վայ Ղալումյան, Տավուշի մարզպետը։ Մի րոպե, Խուդաչյանը։ Խուդաչյանը ով է իրան բարեկամը գալի։ Քավորսանիկ Չէ, Ղալումյաններն են իրանց քավորսանիկական հարաբերություն, մեկը մարզպետ են, մեկը բանն է падգամավոր, հանձնաժողովի նախագահ տարածքային կառավարման, հանձնաժողովի։ Դե լավ, այդ մեկը խոսք։ Հանձնաժողովի նախագահներ ունեն մեն ծառայողական մեքենա եւ ավել աշխատավարձ, դրա համար պետք է շեշտենք։ Իր եղբորորդին Սիփանը Փաշինյան падգամավոր չէր։ Հիմա կարող է իմ հորոխտու տղերներ խաբար չկա։ Կարծեմ։ Հետո դեսպան падգամավորի Սիփանը։ Եկեք իր ասածը նայենք, հետո կթվարկենք ովքեր են Փաշինյանի բարեկամները։ Չերտովի դպրոցի տնօրենը քաղաքապետ Տիգրան Ավինյանի ընկերոջ կինն է։ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրենը Ավինյանի ընկերոջ կինն է։ Պուշկինի անվան դպրոցի տնօրենը քաղաքապետարանի կրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանի ընկերուհին է։ Նանսենի անվան դպրոցի տնօրենը նույն Մարգարիտա Խաչատրյանի եղբոր ընկերոջ կինն է։ Գայի անվան դպրոցի տնօրենը Մարգարիտա Խաչատրյանի ընկերուհին է։ Հիմա հարցս, պարոն Փաշինյան, ասում եք ԽԾԲ-ի մորոք չի լինելու, չի գործելու։ Ես չունեմ գետ մի ծանոթ, որը հանրապետությունում կամ մանկապարտեզի տնօրեն անշանակվել կամ դպրոցի տնօրեն կամ ընդհանրապես որևէ բանի տնօրեն Այո, բայց երբ ես 8 տարի որևէ բանի, դե պրոստը հանձնաժողովին նախագահ տնօրեն չի։ Եվ ես ձեզ պատասխանատու մանր բաների մեջ չկա։ Իմ որևէ ծանոթ, որևէ բարեկամ այդ փաստի բերումով որևէ տեղ ոչ դպրոցի տնօրեն անշանակվել, որ մանկապարտեզի տնօրեն անշանակվել։ Մի հատ էլ տեսանյութ կար, կարծեմ կառավարության նիստում էր, եթե չեմ սխալվում, թե էլի ճեպազրույցում էր, որ ասում էր բան էլի, որ մոտեցել են, ասում են ընկերս ա գործի տեղավորեք, բայց ես ասում եմ, ես ընկեր չունեմ, ես շրջապատ չունեմ, հա, այդ նույն հատվածում ասում։ Ուրեմն Ընդ որում, եթե չեմ սխալվում, ակնարկում էր ԱԱՑ նախկին տնօրեններից մեկին։ Ասած ընդդիմություն ա գնացել։ Հա, ճիշտ է, հիշեցի։ Ենթադրելի Արթուր Վանեցյանի մասին էր խոսքը։ Լավ, Ղալումյանները այն կողմ։ Մակուն սիր անգլերենի դասատուն չէր։ Ասենք ընկեր։ Ընկեր։
Խնամի ծանոթ բարեկամ։ Խնամի ծանոթ չի Մակունցը եղել իրան որ տա, այսինքն Մակունցին միջև այդ քաղաքական երկնակամարում հայտնի մարդ է։ Կարելի ասել որ իր ամբողջ քաղաքական թիմը, Արարատ Միրզոյանը իրան ծանոթ է եղել առնվազն։ Արարատ Միրզոյանը падգամավոր է եղել։ Ժողովուրդ, խառնենք։ Հայկական ժամանակի հրատարակիչը այսօր ջրային կոմիտեի նախագահն է։ Ու Տենցնի Վահագն Օվակիմյանն էլ նախագահն է, հայկական ժամանակի աշխատողը որ Ծառուկյանն ասել։ Ժամանակի հաշվապահն էլ падգամավոր է։ ՀԺ-ի ամ կոլեկտիվինը հələ դնենք մի կողմ։ Վայե Ղազարյանը ում կուրսեցիներ, դասարանցիներ, Նիկոլ Փաշինյանի դասարանցի։ Իսկ բան Հրաչյա Հակոբյանը ում աներձակն է։ Մի հատ զանգենք Հրաչյա Հակոբյանը, տեսնենք այս փաստի վերումով ինչ որ բան կասի թե չէ, փորձենք։ Կասի ես աներձակը չեմ էլ։ Ոչ, ճանկերա գործադրում գնա։ Հա, այդպես չի ասի, վստահ եմ։ Երբեք մի ասա երբեք։ Հրաչյա Հակոբյան։ Տեսնենք կպատասխանի։ Ես պատասխանի եւ ձայնագրեմ, որ մենք լավ որակ ունենանք։ Շատ լավ։ Կամ էլ կասեն ցուցակում մենք չենք ներառել։ Պարոն Հակոբյան։ Այո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ռիփսիմեն Աջաբեջան լրագրողներից։ Լսում եմ։ Պարոն Հակոբյան, ես լրագրող Փայլակը եւ Արփին երեքով մեր overdose հաղորդման եթերում ենք, քննարկում ենք վարչապետ Փաշինյանի վերջին ճեպազրույցում ասածը, որ ես խնամի ծանոթ բարեկամներին գործի չեմ տեղավորել, մոտավորապես այս կոնտեքստում էլ իհարկե ինքը ասում էր տենց դպրոցի տնորեն չեմ նշանակել, մանկապարտեզի տնորեն չեմ նշանակել, ու այստեղ այսպես քննարկում ենք Փաշինյանի բարեկամներին ու հիշեցինք այսպես խոսքի ընթացքում ակամայից, որ դուք էլ իր աներձակն եք, ձերը կարող ենք մտցնել այդ ԽԾԲ-ի մեջ, թե չէ։ Չէ, որովհետև ես ընտրված եմ, ինձ ոչ թե չի նշանակել։ Ես եղել եմ ցուցակում համապատասխանական, մինչ համապատասխանական ցուցակում լինելը եղել եմ մեծամասնական, այսինքն ռեյտինգային համակարգով Շենգավիթ Մանուկյա Սեբաստիան համայնքից ընտրված պատգամավոր, հետո երբ որ փոխվեց մենակ համապատասխանական ընտրակարգի եղել համապատասխանական ցուցակում, ընդ որում եղել եմ 55-րդը, այլ ոչ դիմացի ավելի բարձր տեղերում եւ ուղղակի ընտրվել եմ, այլ ոչ նշանակվել։ Հա, բայց դուք մինչև Փաշինյանի իշխանությունը դերասան եք եղել, չէ՞, այսինքն քաղաքական գործունեությամբ հայտնի չէիք։ 2017 թվականին մասնակցել եմ ընտրություններին, ստացել եմ ռեյտինգային համակարգով 3000-ից ավել քվե եւ երբ որ հեղափոխությունը տեղի ունեցավ, ես դարձա падգամավոր, որովհետեւ այդ ժամանակ падգամավոր էին ռեյտինգային համակարգով Արարատ Միրզոյանը Շենգավիթի, որից հետո Արայիկ Հարությունյանն էր ամենաշատ ձայները հավաքել, Արայիկ Հարությունյանը հրաժարվեց մանդատից, դարձավ նախարար եւ որպես երրորդ ամենաշատ ձայներ հավաքած տեխնացու ես 2018 թվականին հեղափոխությունից անմիջապես հետո դարձա падգամավոր։ Բայց Արարատ Միրզոյանը Մալաթիայինը չէ՞, ես հիշում եմ որ Մալաթիայինն էր, թե սխալ եմ։ Շենգավիթ։ Հա, իրար։ Եթե չլիներ ձեր փեսան Նիկոլ Փաշինյանը, դուք կմտնեիք քաղաքականություն։ Այսինքն եթե չլիներ Փաշինյանի ֆակտորը, կմտնեիք, կլինեիք падգամավոր։ Մի քանի անգամ մենք հիմա եթերում ենք։ Հա, եթերում ենք։ Ուղիղ եթեր չի, բայց ձայնագրում ենք։ Որովհետև մի քանի անգամ այդ հարցին ես պատասխանել եմ, շատ դժվար է ասել, ես կլինեի քաղաքականության մեջ թե ոչ, որովհետև մի բարձ պատճառով 2000-ականների սկզբից Նիկոլ Փաշինյանը երբ որ սկսեց զբաղվել քաղաքականությամբ, այսինքն հանրահավաքների էր գնում ելույթ ունենում, ես սկզբից միգուցե գնացել եմ այդ հանրահավաքներին, որովհետև այդտեղ իմ գրեչ Սամուսինն ելույթ ունեցել, բայց հետո արդեն գաղափար կրողն եմ եղել, ես չեմ գնացել այդ հանրահավաքներին, որովհետև այդտեղ իմ բարեկամն է
մասնակցում ելույթ ունենում, այնպես որ դժվար է ասել, եթե օրինակ չլիներ իմ քրոջ ամուսինը Նիկոլ Փաշինյանը, ինչպես իմ շատ ու շատ ընկերներ, որը բարեկամական կապ չեն ունեն Նիկոլ Փաշինյանի հետ եղել են գաղափար կրողը, միգուցե ես նույնպես սատարեի ինձ համար ամենայն դեպս դժվար է պատասխանել այն հարցին, որ եթե Նիկոլ Փաշինյանը իմ քրոջ ամուսինը չլիներ, ես կլինեի քաղաքականության մեջ, թե ոչ, ինձ համար դժվար է պատասխանել, որովհետև խրախուսելի անկեղծությունը հիմա կոնկրետ կապված ԽՑԲ-ից էլի անում։ Եվ պարոն Հակոբյան, ես կուզեմ, որ դուք իսկապես այն որ ձեռքները դրեք ձեր խղճին ասեք, կա խնամի ծանոթ բարեկամ սկզբունք, որովհետև մենք այստեղ քննարկման ընթացքում նշեցինք Վահե Ղալումյանի, այսինքն Ղալումյանների առհասարակ ֆակտորը, Վահե Ղազարյանի պահը, չգիտեմ, Մակունցը, որ անգլերենի դասատու է եղել, ՀԺ-ի տարբեր աշխատողների պաշտոն զբաղեցնել է հիմա։ Այս ամենը հաշվի առնելով, չկա այդ խնամի ծանոթով գործի տեղավորելու փաստը։ Չեմ կարծում, դե համասում եք խնամի ծանոթ բարեկամ, համասում եք ՀԺ-ի աշխատակից։ Ծանոթի տակ չի։ Ներողություն, բայց մենք երկրում ենք ապրում, որ ամեն երկրորդ մարդուն ճանաչում ենք, ծանոթ։ Բա եկաք այդտեղ որտեղ եկաք։ Որ ասես, որ ինչ-որ նախ պետքա վստահելի մարդ լինի, չէ՞, նշանակող մարդը։ Բայց պիտի ճանապարհ անցած ունենա, կենսագրություն ունենա, փորձ ունենա։ Ճանապարհ անցած մարդիկ են ամենայն դեպս։ Այդ մարդիկ ճանապարհ անցած։ Բա Սերժ Սարգսյանի ֆիեիկ քննադատում։ Ասում եք բաժանաղապետ։ Մի րոպե։ Հրատարակիչը ջրային կոմիտեի ինչ ռեսուրս ունի։ Ոստիկանապետ այնպես չէ, որ համակարգում ինքը չկար։ Որևէ գործունեություն չէր ծավալում, այլ տեղից բերեցին նշանակեցին ոստիկանապետ։ Եվ վերջի ինչպես նշանակեցին, հետո այնպես էլ դյուն գրեց ազատվեց այդ մարդը պաշտոնից, եւ այսօր օրինակ ոչ ոստիկանապետն է ծանոթ, ոչ ներքին գործերի նախարարն է ծանոթ բարեկամ, Հրատարակիչը ջրային կոմիտեի, լավ, ջրային ռեսուրսները։ Արփին նշում է մեկ այլ պաշտոնյայի անուն, որը ջրային ժամանակի հրատարակիչը, որ հիմա ջրային կոմիտեի ղեկավարի պաշտոնն է զբաղեցնում։ Լսվում է, պարոն Հակոբյան։ Հայկական ժամանակի հրատարակիչը հիմա ջրային կոմիտեի ղեկավարի պաշտոնն է զբաղեցնում։ Որքան որ ես գիտեմ, պարոն Հակոբյան, պոլիտեխնիկի կրթություն ունի։ Հարամազդի մասին է խոսքը, հա։ Արամազ Զալանքարյանը երկար տարիներ զբաղված է եղել եւ զբաղվել է ջրային ռեսուրսներով, եղել է հակաանդամ։ Քաղաքականության մասին չի խոսքը, ջրային ռեսուրսներին տիրապետելու։ Նա ջրային ռեսուրսի տիրապետելը սովորն է։ Նիկոլ Փաշինյանի եւ Արամազ Զալանքարյանի մեջ Չգիտես, որ Արարատյան դաշտի Չէ, նկատի ունենք, որ այդ գործի հմուտ վարպետը չի եղել, բան զուտ ծանոթ լինելու հանգամանքով է նշանակում։ Ճիշտ ասած, ես չգիտեմ այդ գործի հմուտ վարպետա թե չէ, բայց Արամազ Զալանքարյանը իր իմացած տեղեկություններով աշխատել է շատ տարբեր միջազգային կառույցներում։ Այնպես որ կարող է հենց այդ գործի հմուտ վարպետ չի, բայց կառավարման փորձ ունի։ Հա, պարզա։ Լավ, մի խոսքով ասում եք չկա խնամից։ Այսինքն կա այնքանով, որ փոքր է երկիրը, բոլորս իրար բարեկամ են։ Եթե անգամ կա էլ, շատ չնչին է այդ դրսևորումը եւ ոչ բարձրաստիճան պաշտոնների։ Բայց մի րոպե էլի կներեք, պարոն Հակոբյան, բա Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Փաշինյանն ասում էր բաժանաղապետություն եք ստեղծել, այդ նույն ԽՑԲ-ն բաներ անում, քննադատում էր։ Սերժ Սարգսյանի ժամանակ երկիրը մեծ էր, շատ, ասենք, բոլորը իրար բարեկամ չէին, հենց Փաշինյանի իշխանության ժամանակ փոքրացավ։ Խոսում ենք նույն իշխանության մասին, թե Սերժ Սարգսյանի իշխանության։ Բա ասում եմ, եթե նույն բանի համար, որ երի ծանոթներին, բարեկամներին գործի էին տեղավորում, քննադատում էին նախկին իշխանությանը։ Հիմա մենք նշում ենք փաստեր, որ ասում եք էլի ձեր ծանոթներն են, ասում եք դե երկիրը փոքր է, ոնց է լինի իրար բարեկամ են։ Նախ բարձրաստիճան պաշտոնյաների չեն այդ մարդիկ։ Երկրորդ հերթին էլ խնամի ծանոթ բարեկամ էլի եմ ասում, նշեք Նիկոլ Փաշինյանի այն բարեկամներին, ովքեր բարձրաստիճան պաշտոնյան են, իսկ ինչ վերաբերում է ծանոթների, այո, կրկնում եմ,
մեր երկիրը փոքր երկիր է եւ նախ մարդ պետք է պաշտոն վստահելի մարդու երկրորդ հերթին կներեք էլի ասենք հիմա որ նայեք տեսնեք այնպիսի պատասխանատու պաշտոններ զբաղեցնում են այնպիսի մարդիկ, ովքեր բայց վստահելին է կարևոր թե մասնագիտական կարողությունը կապ չեն ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Շնորհակալություն։ Լավ, պարոն Հակոբյան, հասկացանք ձեզ, շնորհակալ ենք արձագանքելու, պատասխանելու եւ մեկնաբանելու համար։ Ձեզ առաջարկում ենք Կիրակի օրը ժամը 18:30-ին դիտել մեր Overdose հաղորդումը, մենք ձեզ հղումը կուղարկենք։ Շնորհակալ ենք։ Այլա, որ ասում ես ջրային ռեսուրս, իրականում մի վիճակագրություն ասեմ ժողովուրդ, Հայաստանում տարեկան 7 միլիարդ խորանարդ մետր ջուր է արտադրվում։ Մենք դրա 1.5 միլիարդն ենք մաքսիմում օգտագործում, մնացածը հոսում է դեպի Թուրքիա, ունդեղ ջրամբարներ են սարքում, այդ ջուրը մենք այն երկիրն ենք, որտեղ պարբերաբար մեր գյուղերում ջրի ոռոգման խնդիր են ունենում։ Ջրամբարներ պիտի կառուցվեին, չգիտեմ, լիքը բաներ, խոստումներ կար կառավարության ծրագրում։ Ոստեղ մի հատ կետ է սկրել է, մի վարքյան մի հատ Հրաչյա Հակոբյանի ասացներից մեկի հետ կապված ուզում եմ արձագանքել։ Շատ կերկար էր զրույցը, բայց որ ասում է բարեկամ չկա, որ բարձր պաշտոնի կներեք խորհրդարանական կառավարման երկրում ազգային ժողովի հանձնաժողովի նախագահի պաշտոնը չափազանց բարձր պաշտոնը բարեկամի դելովեյթի բոս։ Դե լավ, հայրակել եմ ասում։ Չէ, հետո մեքենայի ծախսումը բարձր աշխատավարձ վստահելի մարդը։ Չէ, դե լավ, հոր հիմա որ օրինակ դու բյուջեն չի անձնական հանրային բյուջեն փող են տալիս իր խավոր ծանոթն ինչ ես տանելու։ Չէ, չեմ տանելու։ Եթե իմ ծանոթը բան եղավ, ջրային ռեսուրս, անկյալ եղավ, չգիտեմ, լսի կարևորը բանի պիտանի չեղավ, չեմ տանելու։ Մասնագիտական ոչ թե վստահելի լինել, այլ որ առաջնագից գալիս է վստահելի լինելը, ոչ թե մասնագիտական։ Իսկ թվում է տարիներ անց որ դուք լինեք պաշտոնյա, ես էլի կնստեմ ստեղ ու էսի կասեմ։ Ես քեզ կապացուցեմ, փայլա, որ ես իմ բարեկամներին զուտ բարեկամ լինելու հանգամանքով հաստատ գործի չեմ տեղավորել։ Ինչ ես կելաժեից էին զանգելում էին զանգե։ Հա, ճիշտ է։ Ուրեմն նախորդ Overdose-ի հետ կապված, նախորդ մեր հաղորդման ընթացքում, եթե չեք դիտել, խորհուրդ եմ տալիս դիտել, մենք քննարկում էինք գործարարների հետ Փաշինյանի հանդիպումը եւ հնդածս նաեւ անդրադարձանք Երեմյաններին, որ հանդիպել էր էլի Փաշինյանի հետ, անդրադարձանք, որ Երեմյանների հետ կապված պայմանագրեր են կնքում պետական հիմնարկները, ես թվարկեցի, թե ինչեր էին կերել ազգային ժողովից, պայմանագրերն էի ասում 15 միլիոն, 5 միլիոն եւ թվարկում էի սաղմոս, ռիզոտոյով, օցածու թունա, չգիտեմ, այդ ամբողջ շարքը, ուրեմն ինձ զանգահարել են ազգային ժողովից եւ ասում են Ռիփսիմե ջան, այդ որ նշում ես պայմանագրերը կնքել ենք, բայց այդ փաստ չի, որ այդ ամբողջը կերել ենք ու դրանից օգտվել ենք, այսինքն փոխանցել են։ Չէ, բացատրում են փողը տարվա համար ոնց որ կնքում են, բայց չգիտեն ինչքան, ոնց որ պլյուս մինուսը հետո են անում։ Չգիտեն ինչքան են կերել։ Ես էլ հարցրեցի, դե ինձ ասեք այդ 5 միլիոնից քանիսն եք կերել, ինչն է տակը մնացել մենյուում, ինձ ասացին գրավոր հարցում արա կպատասխանենք եւ գրավոր հարցումը անկեղծ ասեմ այս պայդրությամբ չեմ հասցրել ուղարկել, բայց հաստատապես աշխատանքային օրերը գալուց ես ուղարկեմ գրավոր հարցումը։ Ես էլ մի բան հիշեցի մեր 15 միլիոն էր, մի հատ պայմանագիր 5 միլիոն։ Հիշում ես մենք մի հատ հատված էինք տեղադրել Հասմիկ Հակոբյանին էր վերաբերում, որտեղ ինք ասում էր դե մենք էլ կարանք օրինակ սանվել, օրինակ իմ հետ էլ կապեր հաստատել падգամավորը եւ ասում էր որ կոնտեքստից կտրված է, որովհետեւ նորից հիշում եք որ մի հատ հատվածին էր վերաբերում, որ մենք տեղադրել ենք, որ օրինակ այնտեղ մի հատված կար, որ Հասմիկ Հակոբյանն ասում է դու մենք էլ օրինակ որպես մեծամասնություն կարող ենք օրինակ անունը դնել Սամվել անունը արգելել, հա, ճիշտ է, ճիշտ է, Այգար Ղազարյանի հետ։ Հա, կոնտեքստից կտրված է, որովհետև падգամավորի ամբողջ հարցազրույցի մեջն էր, որ եթե օրինակ ուժեղ Հայաստանը ասում է, որ մենք գանք իշխանության կփոխենք այս ինչ կետը որպես մեծամասնություն եւ Սամվել Կարապետյանին դարձնել, ասում է, եթե այդպես է, օրինակ մենք էլ որպես մեծամասնություն կարանք որոշակի բաներ անենք, որը օրենքից դուրս է եւ չենք անում, այսինքն խնդիրը էս է եւ падգամավորի բարձաբանումը դա է, որ ինքը այն է, որ ինքը ասում է մենք կարանք անենք, բայց չենք անում, բայց հետո անում ենք, դրա իմաստը ինքը ասում է կարող ենք Սամվել անունը հանել, հետո հանում ենք։ Սամվել անունը հանում են փաստորեն, էլի։ Ճիշտ է, հենց անվել չի անունը լինում, բայց այդտեղ եղել Հասմիկ Հակոբյանը։ Այսինքն իր գաղափարից օգտվել է իշխող ուժը, Վանգաներ։ Այդ մեջբերման իմաստը այդ էր, ոչ թե կոնտեքստից, հա, բարձր կտրած հատված էինք դրել, բայց իմաստն էր, որ Հասմիկ Հակոբյանն ասում է կարանք անենք, բայց չենք անում, բայց անում են ի վերջո, էլի։ Ընդ որում ասում է, եթե ասում է, որ դա անօրինական բան է, հետո անում են, նշանակում խոստովանում է նաև, որ անօրինական բան են անում։ Ահա, այս էլ անցանք այդ հատվածներին մենք ես ասել էի, որ հաջորդ
հաղորդմանը կանրադառնամ ազգային ժողովի այդ արձագանքին եւ պարզաբանմանը, մենք գրավոր հարցում կանենք եւ պատասխանը նույնպես կհրապարակենք։ Պտիչկան դրեցիր։ Պտիչկան դրեցինք։ Ուրեմն ՊՊՑ-ի Ալեն Սիմոնյանի ՊՊՑ-ի այդ մեքենաների հետ կապված մի հատ պատմության մեջ ա ընկել, չգիտեմ հետևել եք։ Տեսել ենք եւ ժողովուրդ օրաթերթը վիդեո եւ նաեւ Ալեն Սիմոնյանի մեկնաբանությունը տեսանյութ էր հրապարակել, թե ոնց է Ալեն Սիմոնյանի ՊՊՑ-ի շարասյուն էր վիդեոյի մասում, հետո Ալեն Սիմոնյանը հերքում, ամեն դեպքում դիտենք այդ տեսանյութը, որ սիգնալ են գալիս, ասում են ճանապարհը զիջեք եւ այլն, դիտենք այդ տեսանյութը։ Ես օրինակ ուզում ճշմարտություն երկու մեքենայից բաղկացած է, շարասյուն չի։ Օրինակ մեր օպերատորը իրար հետևից կարանք գնանք, բայց եկեք դիտենք նոր էլի, որ մեզ դիտողներն էլ ջոկեն ինչ մասնախոս։ Սարալանջի փողոցից դեպի Խաչատուր Աբովյանի հրապարակ պլանի գլուխ գնացող ճանապարհին խցանում էր։ Խաչմերուկում վթարված ավտոբուսի պատճառով խցանման մեջ էր հայտնվել նաև Ալեն Սիմոնյանի ավտոշարասյունը, երթանկարժեք BMW-ն եւ ուղեկցող Toyota Prado-ն։ Այստեղ ասում է ուղեկցող մեքենա։ Մեկ ուղեկցող մեքենա։ Որ իրենք նույնպես ավտոշարասյուն բառի խնդիր ունի։ Սովորական մասնությունների պես Ալեն Սիմոնյանի մեքենա եւ մեկ ուղեկցող մեքենա։ 10 ժամ ազդանշանում եւ ճանապարհ էին պահանջում վարորդներից, որ իրենք երթևեկեն արտահերթ, սակայն անօգուտ, քանի որ խցանումն անանցանելի էր։ Ի վերջո խցանումն անցնելուց եւ շրջանաձև հատելուց հետո ուղևորվելով դեպի Միասնիկյան պողոտա Բելաջո ռեստորանի հատված թունել մտնելիս հայտնվում են մեր աշխատակցի մեքենայի հետևում եւ անդադար ազդանշաններով բարձրախոսերի բռնաբելով ճանապարհ են պահանջում։ Ճանապարհ են ուզում, ասում են անցեք ենք ու անցեք։ Թունելը միակողմանի է եւ կա միայն մեկ որտեղով անցնեն պատի վրայով, թե մեքենա։ Դե հենց այդ խնդիրը տեխնիկապես անհնարին է։ Բացի այդ, դուրս գալով թունելից մի քանի 100 մետր դեպի Աչհոց գիծը եւ վերադասավորվելը արգելվում է ճանապարհատրանսպորտային։ Հոսքից չեն կարող հատեն։ Դա բարձր։ Դա տուգանքան է։ Գրողին տուգանվեի կանցնեի ճանապարհ այդ ավտոյին։ Նախագահի ավտոշարասյունը շարունակում է ազդանշաններով եւ չափազանց։ Հետո տուգանք ուղարկեք Ալեն Սիմոնյանին մեքենաներին ամեն գնով իրենց դիմացից հեռացնել իրենց անկանոն երթևեկությանը խանգարող վարորդներին։ Լավ, պարզ է արդեն ինչ է կատարվել։ Բայց նաև Ալեն Սիմոնյանի արձագանքեր։ Այո, արձագանքերը, լսենք նաև Ալեն Սիմոնյանի բացատրությունը այս իրավիճակին, փաստորեն չի հերքում, որ ճանապարհ են ուզել ու ասել են զիջեք ճանապարհը։ Ոչ թե չի հերքում, այլ նաև ասում է, որ տվյալ մեքենան, որտեղից իրականացվել է նկարահանումը, պարզել է օրինակ Ալեն Սիմոնյանը, որ նկարել է Թագուհի Թովմասյանի եղբայրը ըստ Ալեն Սիմոնյանի, հայտարարության։ Իհարկե դա էական չի, բայց ասում է, որ փորձել է Թովմասյանի նկարը դրել էր, ասել է իր այդ կապված բապտի ասեմ, որ խառնվեին իրար բան ժողովրդի խմբագրություն։ Ու ասում է, որ փորձել է դեմը կտրել այդ մեքենան ու նաև այդ հատվածը այնքան անկանոն շարժումներ արել այդ մեքենան, բայց այդ տեսանյութում ես ինչ որ անկանոն շարժում չեմ տեսնում, չգիտեմ, թող դիտեն մեզ դիտողները, հետևորդները ու ասեն ինչ անկանոն շարժում է արել այդ տեսանյութում։ Դիտեք դիտվա։ Թունելում որևիցե բան չի լինում եւ երբ թունելից դուրս են գալիս, նորից երկու մեքենա հետ, մեկ մեքենա հետ գտնվող երթևեկող ՊՊՑ աշխատակիցները պահանջում են ճանապարհ, որպեսզի կարողանան վազանց կատարել։ Եվ երբ ակնհայտ է դառնում, որ դիմացի մեքենան իրեն ագրեսիվ է պահում, մեքենաներից մեկը ագրեսիվ լույսեր է տարածում։ Մեքենան գալիս է եւ փակում է մեքենան, որպեսզի ինձ սպասարկող մեքենան կարողանա շարունակել իր ընթացքը։ Բայց թունելում որտեղ տարեց մարդը ճանապարհ։ Թունելից դուրս գալու մասին է։ Թունելին չեն ուզել, դրանից հետո են ուզել, բայց մենք թունելի տեսանյութի հատվածում այնտեղ ինքը ասում է, որ ազդանշանները մոնտաժված են, չգիտենք ինչքանով է։ Իսկականից չգիտենք, դրա համար ասում անդրադառնանք իմացած տեղի ունեցած բաներից։ Բայց չգիտեմ, բայց նորմալ է, որ ՊՊՑ-ի ավտոները, այսինքն այդ շտապօգնությունը ինչի պետք է իրանք տենց սպասարկեն այդ պահին։ Չէ, այսինքն որ մեջն էլ չի եղել համենայն դեպս Ալեն Սիմոնյանը։ Գնացել են իրան։ Ինչ է, բայց արդեն եթե մեքենան կա, ինքն էլ պետական թող ասել ինչ հրատապություն ունի, ոչ թե ՊՊՑ աշխատողը տենց իրան դրել է։ Լավ, ազգային ժողովում տակը հարցնես, եկեք ուրիշ թեմաներից էլ խոսենք։ Լավ, եկեք։
Դե ասա հաջորդ թեման։ Հաջորդ թեման Սասուն Միքայելյանի հարցազրույցը Ծիծեռնակաբերդում հետաքրքիր էր, դիտենք տեսանյութը նոր քննարկենք եկեք, հա։ Համախմբվածելներ չեն կարած։ Դուք եք կարծում, որ եթե քաղաքական պայմանագիր այ ես համստեղ համնդեղ Նա ինչ ասում, ստեղ հետաքրքիր բան ասում։ Ժողովուրդ ջան, մի գործընթաց հասկացե քաղաքացիական պայմանագիրը։ Այսօր ես համարում եմ, որ արտաքին քաղաքականությունը հոյակապ վարում է երկրի վարչապետը։ Եվ մենք այսօր չեմ ուզում ստե բոլոր առաջացան ուրիշ ինչ ճանապարհ ունեն գնալու։ Հոյակապ վարում է։ Բաները անգլիացիք որ 19 թվականին մտան Գորիս, էլի նույն ձևի խափին գնացին։ Հիմա մենք ինչ անենք։ Մենք երկար ժամանակ եղել ենք Ռուսաստանի կազմում։ 44 օրյա պատերազմին ոչ մի օգնություն չեղավ մեզ։ Ոչ մի օգնություն տեղակ չենք որ տենց բան եղել։ Ու այսօր մարդիկ ուզում են նորից տալու մտցնել Ռուսաստանի կազմում։ Որը ես հարցնում են երկար ժամանակ։ Ասում եմ երկար ժամանակ եղել ենք մտածենք եղել Ռուսաստանի կազմում։ Ունեցել ենք եղբայր։ Բայց մի հատ մենք Հայաստանի Հանրապետության պետական սահման ունենք ինչև էս։ Ասում եմ մենք պետական սահման ունենք Հայաստանի Հանրապետության։ Ուր է այդ սահմանը։ Ու ինքն է լավ եմ տրում։ Ես ես ավելի լավ եմ տրում։ Մոտեցիք հանի։ ԵԿԲ մի քանի վիճելի բան ասում Սասուն Միքայելյանը։ Մեկը մենք երկար ժամանակ եղել ենք Ռուսաստանի Դաշնության կազմում։ 44 օրյային ոչ մի օգնություն չեղավ։ Այսինքն մենք չգիտենք որ անկախ պետություն չենք, սուվերեն երկիրը հույսը դրել է Ռուսաստանի վրա, Ռուսաստանն չի եկել, մի հատ Դե բայց այն որ Ռուսաստանը ունեցել է պարտավորություններ, որոնք չի իրականացել, դա հետագայում հապկից պահանջելով, բայց 44 օրյային որ ասում է չեղավ ոչ մի օգնություն, կներեք, հա, պայմանագրերով ինչ որ բան պետք է լիներ, բայց դրանից առաջ պիտի երկրի ղեկավարը այսենց կպություն աներ հետները որ կարանար դաստանը։ Այդ տենց էս էլի մտածել միշտ տենց էս էլի մտածել ես։ Օթանավական չի, հարցը օթանավականի մասին չի, հարցը բարձր դիվանագիտություն վարելու դաշնակցի հետ իր նորմալ փոխհարաբերություն ունենալու իր ուզած լեզվով։ Երկրի ղեկավար քեզ արտաքին գործերի նախարար կնշանակեմ։ Չէ, ես էմոցիոնալ մարդ եմ, ես դիվանագետ չեմ, հաստատ ես այդ պաշտոնի համար հարմար չեմ։ Ուրիշ բան կասեմ, այդտեղ նշանակես, որ դու դարձ։ Որ նախարարությունը պիտի մտածես։ Ես նախագահ կարաս նշանակես, որ բան չի ան։ Դաշնամուր նվագելները լավ պաշտոնյա չէ։ Մամակը երկև ես։ Դաշնամուր նվագել չի, տաքսի կկան, չէ՞, մետի կարաման է։ Տուրիստների կարաս անես, մարդկանց վատ դրության մեջ ես դրել են այդ Էդմոն Մարուկյանին, ինչ էր հարցնում, ով է, ինչ ում ականջներն, հա։ Ինչ, բայց մարդը ասես չոտքի ում ականջներն այդ բայ։ Չէ, միշտ ես էլ եմ այդտեղ, բայց իսկականից ինքան հոգնածել, որ չի միշտ։ Ես ուզում եմ նաև լրագրողներին մի խնդրանք ներկայացնել։ Այստեղ հարցնում ենք ով է պահանջ։ Դա այն է, որ դուք դարձել եք ընտրությունների վերաբերյալ խոսքը, փողի խոսքը։ Այսինքն ով առաջին, մի րոպե, ով առաջին հայացքից, ասեմ, ով առաջին հայացքից փող ունի, տպավորություն է, որ ինքը լեգիտիմ ընտրություններին եւ քաղաքականությանը մասնակցելու իրավունք ունի։ Այդպես չի ժողովուրդ։ Լսի կհասկանա։ Այդպես չի։ Մենք դրանով կայլասերենք ամբողջ քաղաքական process-ը։ Այսինքն ով փող ունի նա կարող ընտրություններին մասնակցի, ով առաջին հայացքից չէ, ախր չի կարելի։ Ինչ եմ ասում։ Այն ասում է։ Հաշվետվությունը տված է, մտեք նայեք, կտանք ինչ խնդիր կա։ Մենք անցած ընտրություններում ամենակիչ գումարով Թատրոնից ենք տվել։ Դե որ ես տեսնեմ որ իշներին հարցում եք։ Հենց հարցնես կուղարկես Թատրոնին կասեցի որ իրենք լավ վիդեոներ հարց ունեք, բան եք ասում։ Չէ, բայց դու հարց ուներ էլի մեզ այն։ Մենք հասկանանք ուղղակի ում ականջներն են ձեր հետը, մեզ ֆինանսական մեր ականջները։ Հայ ժողովրդի աջակցությունը։ Գորգիսյանի ականջները, հա։ Բայն Գորգիսյանը հետո ասում իմ ականջները այդ բանին։ Դուք միակը չեք, պարոն Մարուկյան, ես ընտեղ էլ ասացի, բոլոր քաղաքական ուժերին ասում է որ կանի, հարցազրույց կտա։ Ամբողջ լրատվական դաշտեղի չեք լսում, մի Թաթոյանի չեն հարցրել, ում բոլորին էլ հարցնում ենք, բոլորին էլ հարցում ենք, ուղղակի երևի պարոն Մարուկյանը զբաղվածությունից ելնելով չի հասցնում դրանք հետևել, դրա համար իր մոտ նման տպավորություն է, իսկ անակնկալ է խոստացել Նիկոլ Փաշինյանին, գիտես ով։ Ով։ Լևոն Զուրաբյանը։ Այո, որովհետև Փաշինյանն ասել էր, որ Հայ ազգային կոնգրեսը չի ընտրվելու, անցողիկ շեմը չի հաղթահարելու, դու այդ գույժը փոխանցեցի Լևոն Զուրաբյանին։ Այսօր պատասխանեց Լևոն Զուրաբյանը։ Բազրույցին մի բան եղավ, ուշադիր եղաք, թե չէ։ Ում չէ բազրույցին։
Փաշինյանը հայտարարեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը անհաջողակ դաշնակցական է ասել էր, Լևոն Զուրաբյանը, բայց ամեն Լևոն դեպքում Տեր-Պետրոսյան դաշնակցական։ Հա, հայկական կոնգրեսը խորհրդարանում անցողիկ շեմը չի հաղթարի։ Նիկոլ Փաշինյանին սպասում են լուրջ անակնկալներ։ Ինչ էիք նստելու խոսալ։ Որովհետև ինքը հիմա շատ ինքնավստահ է։ Ինքը մտածում է, որ ստանալով արևմտյան ժողովրդավարական երկրների ցուցումը այն ծրագրերի համար, որի իրականացման համար այդ ժողովրդավարությունները պատրաստ են անգամ զիջել իրանց աջակցությունը ժողովրդավարության նկատմամբ, ինքը կարծում է, որ այդ աջակցությունը ստանալով ինքը արդեն ամենազորը է։ 8-ին անակնկալը կլինի, սա գսեկը տեսնի։ Մարզաբանեք Այսինքն 8-ին անակնկալներ սպասում, որ ասել էր չի անցնելու, ասում է քուանշ, էլի անակնկալներ են։ Քուանշ, պարոն գլխավոր դատախազ, որին պետք է փնտրենք ուժեղ Հայաստանի շտաբում, հետ էլ հասենք։ Ուիլ ինչ կար Գագիկ Ծառուկյանին Համապատասխան Գագիկ Ծառուկյան Որից մեր ժողովուրդը այս վիճակից հուզած ցավը տանը գնացեք շփվեք ցանկացած որտեղ կլինի մարչական շրջան կլինի գյուղեր մարդկանց վիճակը ծանր է մտքերի մեջ պատի տակ նստած ջղայնացած թեպոս պետք է վարկը փակի եւ պետք է խնդիրը մենք ազգովի պետք է մտածենք դա անենք կապ չունի Ծառուկյանն որ կուսակցություն այլ ազգովի երբ որ եղանք միասնական գնացել ով այդ փորձը ունի, այդ ցանկությունը ունի, կապերն ունի, պետք է խփեն կանեն կողքը, մենք այս վիճակից դուրս գանք, դե ցավոք, բայց ես նորից եմ ասել եւ համապատասխան Ռոբերտ Քոչարյանն ասել, ով առաջինը կլինի Արկաշացեն կտանի Նկատի ընդդիմությունից ով ամենաշատ ձայնը կհավաքի, լիստերին այսինքն են Գյումրի երկուսնա, Գյումրինա, որը իշխանությունը ուզում է կանխի, այսինքն խոսքը Գյումրի ընտրությունների հետո տեղ ունեցող հետընտրական զարգացումների մասին է, որ իշխանությունը ասում է, չէ, չենք դա հանցագործություն դա եւ այլն, այսինքն խոսքը դրան է վերաբերում, տեղի ունեցավ նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ քնջեպազրույցներ, լիքը մարդիկ ящикներով գնում էին, բայց այն ящик մեքենաներով չէին, փոքր անցերով, մեջը թղթերն էին դրել, տարել էին իրենց Այդ կոշիկը, հասնաշիկերն էին դրել, կոշիկեր, մոտեք նայել են, որ եթե սիոպիկներով, տոպրակներով, բրենդային, շրիշներով, Աշվիկ Մինասյան Հայաստան դաշինքի գրիչը սենց դեմ տվեց, 19 քաղաքական ուժ է գրանցվել Ես իրականում ցավակցում եմ եւ մեզ որպես լրագրողներ Քարոզարշով ու Ստեփանեկն է մեր քաղաքացիների որ ճարողից իրիկոր լսեն խոսքեր որ բաժերով մտնելու են դե դրանց լիքը անտերություն բոլորիս ընդդեպքում հող խոսալ Ես ամենակար երբ ուզում եմ բովանդակային ինչ-որ բան հաստատ Էդի մենք էլ անբովանդակն ես խոսակ ասեցի Ակյուրների պատասխաններ Բովանդակային միտք ու շարունակի ինչ բայց այն Ես տպավորիչ եմ դա թեմայից այնքան շատ խոսեմ որ 19 քաղաքական առաջադրվել Իրականում հետաքրքիր է որ լուսավոր Հայաստան ընտրացուցակը ներկայացնելիք Դավիթ Խաչակյանը մի հատ արձանագրում արեց ասաց ԿՊ-ի հետ մատա ուտելու էլ արդեն չեն գնա Այսինքն նույն գետը երկրորդ անգամ չենք մտնի Մենք էլ արձանագրում Ուժեղ Հայաստանը այսպես բան ձայնագրությունների հետ կապված հակադարձեց Վարդևանյանը ասաց ձեր մոտ հարց չի առաջանում բայց այսքան ընդդիմադիրների հետ կապված ձայնագրություններ ԿՊ-ի հետ ոչ մի ձայն համ խոսում է բովանդակային ԿՊ-ից մենակ բանն Դիանա Նասպարյան Ոչ մենք միանալ կդպեր չտուշտ Բոլորին դեմը պատզվեց բոլորին դեմ չի ուզանում Բոլորի դեմը ասում է որ մենք բոլորին դեմ ենք, բայց չէ դեպա եթե կան հասնել մեր օրակարգին։ Դուք ասում են որ եկեք
որ մեզ ընտրեք մի 100 օրից նորից ընտրություններ կան, այսինքն մի բան գործ չունենք 100 օրը պիտի ընտրություններ արենք, ընդհանուր ցավ չունենք, մի խոսքով այսինքն օրինակ եթե նաև բոլորի դեմ եք, բայց եթե օրինակ քֆն իրանց օրակարգ ընդունի, այդտեղ արդեն են բոլորի դեպի մեջ չմտնի նաև քֆն ու ստերը մի խոսքով։ Լավ ընկերներ, այստեղ մի բան էլ եկեք, մի հարց եմ ուզում տալ։ Վազգենին պիտի խնդրեմ այդ ֆոտոն մեզ նավ ցույց տա։ Բայց ասա Վազգենը ով է մեր դիտողները։ Վազգենը մեր ամեն ինչն է այստեղ։ Հիմա նայեք, Պլուտարքոս եւ Սոկրատես։ Ունեն նման մեր կառավարությունը։ Լավա չասի որ։ Մենք անդադ խոստովանել ենք, մենք Սոկրատեսի հետևորդն ենք։ Մենք Պլուտարքոսը թողների ինձ որտեղ Պլուտարքոսը ինչի Սոկրատեսի։ Եղել եւ շատ հետաքրքիր բան ունի։ Տենց չգիտեմ։ Մենք գիտենք, որ ոչինչ չգիտենք։ Եվ պետքա գնանք այս տրամաբանության մեջ։ Սոկրատեսին են դրա։ Ինչի՞ է դժվար։ Հայգերի գործընկերներ։ Ինչի՞ է մեզ այդքան դժվար, որ խոստովանեն, որ մենք ինչ-որ բան չգիտենք։ Չեմ հասկանում, ինչ է այդքան դժվար։ Կարող ես ասել, ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ, ոնց որ Սոկրատեսն ասեց սրանից քանի դար առաջ, եւ այդ օրվանից մինչեւ մի մարդկություն այդ արտահայտության շուրջ վիճում է, այդ թվում նրան թե նրա շուրջ թե դա Սոկրատեսն ասել, թե մեկ ուրիշ փիլիսոփա է ասել։ Դες, փաստորեն կառավարության Պլուտարքոսին չենք հետևում, Սոկրատեսին։ Ասում եք Պլուտարքոսը իրան սրտով չի, Սոկրատեսը իրան սրտով, որովհետև ասել է ես գիտեմ, ոչ Պլուտարքոսի հետ չէ, ինչի՞ Պլուտարքոսը չի ասել, որ իրան սրտով է։ ChatGPT-ին Աֆրիկի ինչ է Պլուտարքոսը, որ Պլուտարքոսի դեմ է, Սոկրատեսը։ Չի ասել ես գիտեմ եւ որ ես ոչինչ չգիտեմ, ես կարող եմ ինչա հետ ասել Սոկրատեսը, Պլուտարքոսը ինչ չի ասել, հիմա պետք է հասկանանք։ ChatGPT Պլուտարքոսին մտքել, ինչ ասել։ Հասկացա։ Ինչ ասել։ Այ, սպասեք։ Ուրեմն ChatGPT-ն ասում է Պլուտարքոսի, ահա, հայտնի մի քանի արտահայտություն այդ փիլիսոփայի հետ մտքերից։ Խելացի մարդը ոչ թե շատ է խոսում, այլ խոսում է ճիշտ ժամանակին։ Էսը ռազ, որի կասել է։ Հաջորդը, բարոյականությունն այն է, ինչ մնում է, երբ օրենքը լրում է։ Բարոյականության, չգիտեմ, ճիշտ խոսելու ժամանակին խոսել հետ կապած, բան դրասը։ Կարևորը ֆիքսեցինք նոր լոզունգը։ Կառավարությունը ասում է, մենք գիտենք, որ մենք ոչինչ չգիտենք։ Ահա։ Հələ դրանք էլ ինչ է արի կառավարությունը, էլ ինչ տիեզերական մտքեր է հայտնել, հələ լսեք։ Այսօր կներեք մենք ինչ ենք այսօր էլ վերջին անգամ էլեկտրոնային փոստով ինչ ենք քննարկում, որ մեզ պետքա մտածել մտնել Վարդերի միջազգային շուկա, որովհետև այդ հարցը որ մենք լուծենք, դա ընդհանրապես նշանակում է մոռացանք այդ թեման, բայց դրա համար ոլորտը պետքա նախ մենք մեզ համար մեծ ենք, մեզ համար խոշոր ենք, ես չեմ եկել ձեր իսկ միջազգային շուկա մտնելու համար ահա որ մանր ենք, դեռ սաղմնային մակարդակում ենք, բայց մեզ համար մեծ ենք։ Փոքրիկ տղան մի բառ տեսավ, դա երկել է, երկանդա, մի բառ տեսավ, չեմ եկել, այ դասը պայել, ոչ եկել, Մարգարիտները խոզերի առողջան, գնանք, ասում է նորմալ։ Ես աստատաշում չեմ եկել։ Լավ, որ ճիշտ լինի։ Ասացի խորոված է լինելու, չէ՞։ Մենք գիտենք երկրի այս մարտահրավերների մեջ, որ սենց Իրան, Ամերիկա, Ռուսաստան, Ադրբեջան, Ուզին հանդիպումներ, ասենք, ահա կաշմար տարածաշրջանը, ու կառավարությունը ինչ է մտածում, մտածում Վարդերի շուկա։ Լուրջ եմ ասում, չկասեմ, Արխիդեայի շուկա հանգարություն։ Այ Արխիդեայի շուկա երբ որ մտեք, այս անդիմությունն ուզում է, որ դուք Արխիդեայի շուկա մտեք, բայց դուք չանեք էդ։ Օրը մեջ Վրաստանում խնդիր է ծաղիկների, Ռուսաստանը չի ընդունում։ Վարդերի շուկան։ Սա շուկաները գրավել էին, որ տիեզեր ռուսին սաղ պրծել բայց ես հիշում եմ պատգամավորներից մեկը 11 թվականից ասել էր, չէ, 15 թվականին ասել էր, որ Հայաստանը պատուհանաբացում դեպի տիեզեր։ Այո, ժողովուրդ, այսպես մեզ վարդերի ջերմոցներ, շատ լայն են կասել։ Չփակես կվազի թախշի։ Վարդերի ջերմոցները երևի ամենաշատը որտեղ լինեն։ Շիրակում դժվար, չէ՞։
Չէ, շիրակում բաց չկա, բայց այլ էսա, այս շիրակցու արունը եռալու է, երբ որ նստից է Ես պրոստը ժամանակ չունեցա Արմավիրի մարզպետ Մարզպետը գնացել է մեր մարզը Դուք ինչ եք անում այստեղ Շիրակում Ինչ որ հարում ամեն դեպքում արմավիրում չի տեղի ունենում Ինչ կապ ունի Շիրակն էլ Հայաստանի Հանրապետության ամենալավ քաղաքներից է եկել ենք ման գալ Այո, իհարկե Ու այսօր ինչ պլաններ ունեք, ինչ է տեղի ունենալու այսօր այստեղ Չենք պլանավորել դա Հարգելի Արմավիրի մարզպետ Շիրակը մարզպետ է մի մարզպետ էր գործընկերնա միասին գալիս է կառավարել Այո, Շիրակը մարզ է Շիրակ մարզը եւ ունի մարզպետ Այո, Դավիթ Անուշանյանն է իրար հետ գալիս եք Գյումրին քաղաք է ու նաև լավ այս մի կողմ օրինակ հիշում եք վերջերս էլ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներից մեկը Տոլի երկուսը ասել է Գյումրի քաղաքներում հա ու իշխանական ու այդպես ինչ արել Գյումրին ասել են Գյումրի գյուղ ու ինչ մի ստատուսներ հա այդ ձերը տենց իմացությամբ տենց բայց մի մարդիկ բնականաբար դարեցի բայց դրանց Բախտի թասիբին, շիրակի թասիբին մենք կարողանում ենք մեր պարտքները եւ էմոցիան եւ իշխանության բաստորումներով սխալների մասին խոսել, այնպես որ Շիրակը մարզ է, Գյումրի քաղաք է, Շիրակ անուն, դա մենք գյուղ ունենք։ Մի անգամ ես ես կհրավիրեմ մեր մարզ, Գյումրի, կֆրակ, ուրախալակ։ Պերաշկի այդ դուրս կանչում ես քալա ուտել կանչում պերաշկի։ Չէ, գոյ, չեմ Գյումրիում Շատ մեր լավ պետք է դեպի ձոր կա ազգային ամեն ինչ կա մի օբյեկտները կովազդա Լավ ձկան նման լուր է այս ընթացքում ձկան նման լուր է փոխարեն այս ընթացքում Նիկ Գասպարյանը Նախարար շտաբի նախկին պետը բոլորը խոսում են իր մասին ոմանք հայտարարություններ են անում մեղադրում են ասում են վախկոտությունը Դրսևորել ասում են ինքը խոստովանել է որ Փաշինյանն է ասել որ Խարինտակից հանեք զորքը հանձնեք Շուշին Փաշինյանն է ասել որ բանակը թող ամբողջությամբ չմասնակցի մարտական գործողություններին 44 օրյա ժամանակ Մոնիկ Գասպարյանը մի հայտարարություն արել ասել է պայթացնելու եմ բայց հակ սենյակի սպերա բացահայտելու բայց հակ սենյակը հատում իշխանությունն ասում է չգիտեմ հակ սենյակը որն է Ասում եմ սիստե դրսից իվայց հակնարկում բայց դիտենք բայթեցնող ստերով Վստահ է Օնիկ Գասպարյանը որ այսօրվա իր լռությունը վաղը մի նոր ողբերգության պատճառ չի դառնալու հարցնում է Տիգրան Քոչարյանը Լուրջ հարցերը Օնիկ Գասպարյանին մեդիա փորձագետից հումորը համացանցից Սոնա Ես Կուզեմ քեզի սեմոր Кузен քեզի սեմոր ես Գավարի ջմակո Ну говори մոկո Կուզեմ քեզի սեմոր ես Այսի ոչինչ բայց որ ես լավ արկեն ծավել եղավ YouTube-ը Չէ Իջեք լավ է չես սոնա օրմե ազատ անկախ երրում կապի չես սոնա Ну говори մոկո Կա որը պիտի ինքը ասի ու կատատեր ունենան հրապարակային Զկում Տեկունի Գասպարյանը մեզ կնայի կամարալել եւս կուզենա մեզ լսել թե չի ուզենա լսել Սպորտն տալիս այո կա հարցեր որոնց պատասխանները պիտի տան Արփինին առաջարկել է Նարեկ Կարապետյանի հանելուկը ամերիկից նայ խոսել ինչ հանելուկ է Խաղաղական հանելուկներ են Ես հիմա փորձեմ հանելուկների լեզվով են արդեն Հա մեր ոնց որ մշակույթ է մտնում նաև քաղաքական հանելուկներ հապա ընտրություններից այն ինչն է Ինչը Հիմա փորձեմ գտնել ընկերներ Մեր օպե համբերություն ինտերնետը լավ շարժվում Որտե՞ղ ես կպրում ասեք Սպասեք ես ուղարկել եմ մեր ընդհանուր չաթում Ես ասեմ որ մտնել կողմտածեն կոտրեն նաև Ես կորցեմ եւ ու ինտերնետը բրայտա Հա գտա ես գտա Տեսեք Պրահա քաղաքում սեփական հայրենիքի 30%-ը ինքնական հանձնած պետական գործիչ 5 տար Բա Տեսնեք հաջիկան մտածեն նաև մեր դիտողները տակը կոմենտ գրեն տեսնենք պատասխանները դրեք տեսնենք բռնումա թե չէ հետո նայեք Կարապետյանը կասեք ճիշտ պատասխանը Իսակին Կարապետյանը ասենք դու նկատի ունի Դիտենք նաև Հովիկ Աղազարյանը այսօր
անդրադարձել է ցեղասպանության օրվան հաջորդող օրը, թե ոնց է պատրաստվում այս իշխանությունը նշել քաղաքացու տոնը, այդ եթե այդ խորոված փարթին այսպես ասած ինչ որ միջադեպեր, այո, չնայած նկարահանում ունեմ, բայց կաշխատեմ գոնե 1-2 ժամով այդ բաց չտողնել եւ դեպքի վայր խորովային տվել, հա, մեր երբ չասել վերաբերս չբաղաղը պիտի ասում, շիշ խայլակ, շամպուր, շիշ, Կայց դիտենք ավանդորյանի Ոցիմա ես կդերեք այս տարիքում այսօր 3 օրը 4 օրը 5 օրը մտածում եք որ ոչ արմարացնենք մեր գործերը բաղ որ գանք ասենք հարգենք հիշատակը ամեր զոհերի դրանից հետո մի քանի օր ապրում եք այդ ազդեցության տակ ճիշտ է հիմա չեք սնքում հիշում եք հիշատակում ենք բայց այդ օրերով ենք ապրում ինքը ուզում է խորովածով կտրի այդ ամեն ինչը մեր պատմության այս մեծել է կտրի Եվ բանա, եւ նորից եմ ասում, ծառայեցնի այդ ամեն ինչի ցնորական գաղափարի 4 հանրապետության ստեղծմանը։ Բայց ինչն է, այսինքն դե իհարկե խոսք արդեն վաղվան ասինա։ Հայ։ Ստանեկարում ենք ուրբաթ, քաղաքացու օր նշելու։ Կարում դրան եթե ինչ-որ դեպքեր ուրախություն Մրգի տեսականի երկբար։ Մրգի տեսականի։ Ուրախ մենք գիտես, հələ այդ չէ։ Մենք տեսականի հատվածը երկբար է, այս դեպքերը կա։ Ունենք պատկերացում ոնց է ուտելում մեր պատճառը։ Դիմացը պատերսը ելնելով։ Դանից կառավարության ճեպազումիցին վերջին ընդ որում մեծ հայտարարություն արեց այդ աթոռից պիտի գնի ասում մեր ազդանոց է ասում այդը ասենք մարդը գրած ունեցել այդը խորովել ամիսը ասենք դստիկ մոկնա Ջեբանը փոսա Ջեբանը փոսա Ես սերամբա Դե մեդիկալ սcience practices Իդեպ այս մոյքի որտեղից Սանկամ չգնալ Ինչքան է սարը Կախնիկի կոմերցիոն Մեր չի արել Ոչ Բայց մերին գրել էր մեկնաբանություններում Facebook-ը քեզ մայքապիսի արի Որոշեցին Սյուրպրիզը փչացվել է Հա Արդեն որ գրել էր Մերի մայքին ուր է այս տող որ ինքն է գնում Այս անգամ լոգին են տես գույնիրա բոք Շերեն էր Թան մայքայա Սովորական Ինգուրական Ես ոչ գարեմ չէ գարեմ խոստանում թոնսիը կախել են նորը երբ որ կհակշնցնեմ Հա Լավ, մենք հետ կքննենք։ Ես հետո ջրի եմ ծածկում։ Իսկ ո՞ս սավին յարտայնացրեցինք։ Այո, օրորս յարտայնացանք, մի հատ հետևենք ածը տնորենի ինչ գտել բանին խորհուրդ ասեմ թե ինչ ուղերձների դե կառավարության նիստա ածը տնորենը եւ ինչ որ բան յարտայնացրել ներվայնացրել էր Մի հատ դու ասա ինչա՞ չէ, Շումյան Ուդրայան Ավինյանն էր խոսում այդ բանին, երբ որ կառավարության նիստին դեպքում Ավինյանն էր խոսում ու Ավինյանի խոսքի ընթացքում այնքան երկար է այդ ձեռքի շարժումը անում տնօրենը, որ անդները չնկատել են, մոտավորապես երևում է 5 րոպե ասեմ։ Նիստի ժամանակ ինչ որ մի պահի այսօր նկավ ԱԱԾ տնօրենը Յոգայում ասում են մատներն այդպես են դասավորում շունյա մուդրային անում, երբ ուզում են նվազեցնել ներքին լարվածությունն ու դատարկության կամ անկառավարելի մտքերի զգացումը։ Նայ, ինչ է։ Այդպես քեզ Շմանյան մարզականներ, ինչ որ բան են չէր։ Դե եկեք, քանի որ ինքը շունյա մուդրա է արել, մենք էլ իրայնադու, ես կանեմ գինգա մուդրա, իրայնադու, որ իմունիտետ ունենան պաշտոնյաների դեպ շունենք այդ իմունիտետը։ Խնդրեմ։ Սանչոս մուզի երևինների հետ։ Հիմա ես կանեմ ազատելու ինչ որ բաներ անես։ Լինգա մուդրա, խնդրեմ, լինգա մուդրա։ Այլաքս կներեք հարգելի հեռուստատեսություն Մենք կներեք Պաշտոնյաների դեմ պայքարել իմունիտետ եմ որ ասում եմ մած ունեք ու որ չեք տունավորում եք ոնց եք այդքան դիմադրում լինգա մուդրայով սիրելիներ սրանիներս ո՞րն եք ուզում որ փայլականի դες համար ո՞նց է նարդի պատասխանը Վարակոնը Այս ինչ է Վարակոնը Էդի մի րոպե
Էդի Կալի մուդրա։ Կալի մուդրան Այս չի ստենց բան իրան տվել։ Այս մեկը կարա իրան առաջարկել։ Էդի քիթը պարամես։ Վերջանում ենք եւ ավարտում ենք։ Մեզ մնում է մեզ Ունդալինի էներգիան ակտիվացնել, ճշտել եմ ես մազնագետներին։ Ունդալինի էներգիան ակտիվացնել եւ հասնել Սամադիի այդ են վերջին են լուսավոր կետն է, այլ ասում են որ պիկնա։ Այս կանա սիրելի։ Ես չհանգստացրեց։ Ինչպես մենք անցնենք մեր մեդիտացիային պաշտոնյաների Մասնակցի։ Ինչի։ Ընդստում է։ Всё։ Շնորհակալություն։ Հաջողություն։ Հաջողություն, լավ եղեք, հանդիպենք արդեն հաջորդ շաբաթ։ Come.